տղամարդն էլ չեն կարող անընդհատ ու առանձին գոյել։ Նրանք իրարով պետք է զարգանան։ Ես նոր եմ մտնում մեծ կյանք, այդ մեծ կյանքը ինչ որ անդադից ինչ որ բաներ ա ուզում, լրիվ ուրիշ աշխարհ ա բացվում ու մարդկանց ու հասարակությունների առողջությունը ձևավորվում է միայն սխալվելու հիմունքով։ Ես կարծում, որովհետև մենք ոնց հարաբերություն կառուցել չգիտենք, տենց էլ հարաբերություն ավարտել չգիտենք։ Կանենք ակնկալիք ունեն, որ տղամարդիկ իրենց մտքերն են կարդալու։ Ինձնից ինչքան ժամանակ պահանջվեց իմ կյանքում, որ ես հասկանամ, որ տղամարդիկ մտքեր կարդալ չգիտեն։ Ամեն դեպքում մարդկանց անձի ծավալները տարբեր են։ Լսի, մտա քո Instagram-ի էջը նայեցի, տեսա քանի երկրում ես եղել, մտածեցի յանի ինչ գրեմ։ Մի գեղեցիկ օր, որ նրանք բոլորը որոշեն գրել, ես այդ օրը կմեռնեմ։ Ամենաճիշտ մարդկանցից դու ես, ով կարող է իր կարծիքը հայտնի։ Շատ բլոգերներ, ովքեր իրենց բլոգը հավաքել են ժամանակին այդ body positivism-ով, Ոչ մի խնդիր չկա, դու ոնց կաս տենց եղի, քեզ բոլորը պարտավոր են սիրեն նենց ոնց դու կաս։ Մարդիկ վախենում են դատվելուց։ Դատավոր է դարձել հանրությունը եւ հանրությունը դատում է հանրությանը։ Բարև ձեզ սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասեր, ֆանտաստիկ համայնք։ Եթե ես ու Նելին իրար կողք ենք նստած, իսկ ես ու Նելին իրար կողք ենք նստած, նշանակում է մենք ունենք հյուր։ Այն մարդիկ, ովքեր հետևում են մեզ ամեն դեպքում գիտեն ով այսօրվա մեր հյուրը, ով չգիտեն, մի փոքր անց կներկայացնենք, որովհետև փառահեղին այդքան արագ չեն անցնում։ Դրանից առաջ մենք ունենք անելիքներ եւ ասելիքներ, ալժիրտուկ անելիքներ, ես ասելիքներ։ Անելիքների շարքում բաժանորդագրություն, պարտադիր, եթե չեք բաժանորդագրվում, -100 է լինում ձեր կարմայից։ Ամեն դեպքում, եթե բաժանորդագրվել եք, արդեն անչափ շնորհակալ ենք դրա համար։ Դե Patreon-ը միշտ կա ու կա, ինչ տակ, ինչով օգնեք, շնորհակալ ենք կլինելու։ Եվ ասելիքներից անչափ մեծ շնորհակալություն Էվոկաբանկին, այս ամբողջ ընթացքում մեզ աջակցելու, այսօր նույնպես, եւ այս գեղեցիկ բովանդակությունը ձեզ հայտնի կոնտենթը ձեզ հասցնելու համար։ Չգիտեմ ինչ ենք անելու առանց Էվոկա, բայց շատ ուրախ ենք, որ ինքը կա թե մեր կյանքում, թե առհասարակ Հայաստանում, որպես հարմար, նորագույն լուծումներով, նորարարական տեխնոլոգիաներով, ֆինանսական ընկեր, հուսալի եւ վստահելի։ Նելին այսօր ինչպես ասեցի, այսօր այստեղ է, եւ շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ է։ Հա։ Ուզված եմ ընկրունումով մոտեցեք, որովհետև ամեն օր չի, որ դիմացը նստում է մեկ շողացող աստղ, այսօր մեր հյուրը Նազենինը, չքնաղ, ինձ թվում է ազգանունն ասելու կարիք էլ չկա, որովհետև մեր աշխարհ մեզ Նազենի։ Ես չեմ կարող այս պայմաններում աշխատել, որովհետև Նազենին նայում է ինձ, ու այս չքնաղ լույսը, սա չէ, այս լույսը ինձ խանգարում է, դուք շփվեք, ես կնայեմ։ Բայց գիտես, իրոք այդպես է, ու խոսքը բնականաբար արտաքինից բացի նաև էներգետիկայի մասին է։ Միշտ այնքան հետաքրքիր է համ էկրանների հետևումը, համ անձնական շփման մեջ այդ էներգետիկան ուղղակի սենց այսօր սեղանի շուրջ ինձ թվում է կանանցի էներգիան։ Կանանցի էներգիան շատ է եւ մենք ուզում ենք քեզ հետ ամենայն թվում է ճիշտ մարդում հետ կարելի է քննարկել այդ թեման, վստահ ենք, որ դու ես եւ ուզում ենք քննարկել առհասարակ կին լինելու արվեստը։ Նախ բարի օր, ես անասելի ուրախ եմ, որ հիմա ձեր տանն եմ հյուր, ձեր տաղավարում ու ես էլ եմ շնորհակալ թե Էվոկաբանկին, որը ձեզ օգնում է, աջակցում է շատ, որ կա նման ոդկաստ ու առհասարակ կան լավ ոդկաստներ, որոնք զարգացնում են բոլորիս մտահորիզոնը ու ձևավորում են ավելի առողջ հասարակություն եւ իհարկե շնորհակալ եմ ձեր հետևորդներին, որոնք հուսով եմ շուտով ձեր թեթև ձեռքով կդառնան նաեւ իմ հետևորդները։ Ես վստահ եմ, որ մեծ մասամբ են արդեն հուսով եմ եւ կարծում եմ, որ հետևորդների ակտիվ մասնակցությունը ոչ թե միայն ֆինանսական աջակցությունն է կամ հայտնի դարձնելու կոնտենտը, այլ հենց իրենց ներառմամբ ձևավորելու այն հիմնական թեմաներն ու այն կարևոր խոսույթը, որի կարիքը այսօր կա։ Այսինքն հետևորդը այդ пассив մեկը չի, որը կա ինչ որտեղ այնտեղ, չգիտենք ով է, այլ կոնկրետ մարդն է իր տեսակետով, հայեցակարգով, իր քննադատությամբ առողջ մասնագիտական եւ նաեւ իր բարի ջերմ վերաբերմունքով, որի կարիքը մենք ունենք։ Ես օրինակ իհարկե այսօր դիմահարդարվել եմ, երկար ինքս ինձ պատրաստել եմ, լավ ռակուրսով նստել եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, այս ամեն ինչը գրոշի արժեք չեր ունենա, եթե աղջիկների ամենագեղեցիկ վերաբերմունքը չլիներ, որը ավելացնում է ներսիդ լույսը, փայլը, նույնիսկ եթե այդ փայլը այդքան էլ պետք չի էկրանին։ Եվ ես շատ շնորհակալ եմ այս շատ տաք ու ջերմ վերաբերմունքի համար։ Շատ։ Մենք ենք իրականում շնորհակալ, ես քեզ մոտ եղած
ժամանակ քո ոդկասթին հյուրընկալվելիս նույնպես ասացի, որ երկար ժամանակ լծակներ էինք փնտրում եւ միջնորդներ էինք փնտրում, որ Նազենին հյուր հրավիրենք, միշտ կարելի էր ուղակի գրել։ Հա, կես բերան։ Այդքան բան։ Հա, որովհետեւ ամեն դեպքում հանրային մարդիկ էկրանից էս կողմ այդ փոքրիկ քառակուսու մեջից մի կերպար են ու երբ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, ցավոք, բայց երբ ծանոթանում ես երկու բառ, բարի բուն իմաստով երկու բառ փոխանակում ես, հենց լրիվ ուրիշ աշխարհ է բացվում ու այդ մեր ունազենի ծանոթության դեպքներ հենց Գառնու տաճարի գեղեցիկ ֆոնին ես այնքան զարմացած էի, որ հանրային այդ կերպը ու այդ կերպար ասելով ի նկատի ունեմ զուսպ, ի նկատի ունեմ ձիգ, ուժեղ, հաստատակամ, ստամինայով, ստержինյով ու չի նշանակում, որ իրական կյանքում այդպես չի, բայց այստեղից չի երևում այն էներգիան, լույսը, այն սերը, ջերմությունը, այլ ճիշտ երևում է, բայց ոչ այնքան ինչքան կա։ Ենթադրում եմ տենց էլ պիտի լինի, որովհետև ամեն մեկը չի արժանի դրան, ես չեմ վարանի սրան ասել, բայց Չէ, ուղղակի էկրանը ուզենք թե ոչ խմբագրում է մեզ։ Ով ուզում ես եղիր, եւ այդ ճիշտ է, որովհետեւ մենք տնից դուրս գալիս խմբագրում ենք, չէ՞ մեզ, ինչպես դուրս գանք, ոչ ենք արթնանում ու մի անգամից մեզ գցում դուրս առանց հագուստի, առանց լվացվելու կամ հարմար ու ճիշտ հագնվելու։ Անկամ եթե գնում ենք որևէ առիթի, մենք հստակ գիտենք, թե ինչ առիթ է։ Չենք հագնում վառ կարմիր ալ հագուստ, որովհետեւ մեկը մահացել է։ Հետևաբար հարգում ենք հասարակության օրենքները։ Եկեք որոշենք, որ տեսախցիկը այդ խմբագիրն է, չգրված օրենքներով եւ իհարկե ունի դիստանցիա։ Եվ այնպեսին ինչպեսին դու կլինես որևէ տեսախցիկի առջև, դու երբեք չես լինի քո տանը, երբ միայնակ ես, կամ քո ընկերների հետ, երբ որ կամ Գառնու տաճարու դիմաց, ինչպես նշեցիր, այդ հիանալի համերգին, կարմիր շորով շքեղ ոնց որ բանի դաշտի միջում աճած գեղեցիկ մի քիչ ալ կակա չլիներ, օրանժեր, բայց ոչինչ։ Բայց բարեր համաձայն եմ ու ես հիշում եմ իմ ռեակցիան երբ ձեզ տեսա մեր եթերում էլ խոսեցինք որ ես ուրախություն սրճկոտում էի վայ ես չգիտեմ որ գիտես մեր գոյության մասին ճիշտ ասած ու հենց այստեղից մի տրամաբանական թեմա փորձեմ բացել հանրային մարդիկ, հանրային կանայք, մասնավորապես գեղեցիկ կանայք, մասնավորապես հանրային հաջողակ գեղեցիկ կանայք, ովքեր վառ են, ովքեր ունեն ինքնություն, ովքեր ունեն ձեռագիր, անասելի մեծ ու հաճախ չափազանցված ակնկալիք ունի հանրությունը այդ կնոջից եւ կարծրատիպեր եւ ինչ որ չափից դուրս սպասելիքներ ու ակնկալիքներ, որից բխում է նաեւ ինչ որ անասելի քանակով պարտադրանք ու մունատ, որ դու չես համապատասխանում հանկարծու իր կառուցած այդ ճիշտ կերպարին։ Դու երևի այն ամենաիդեալական կերպարն ես, ով կարող է այդ թեմայից խոսել, որովհետև ես շատ վաղուց եմ հետևում քեզ ու քո ֆիլմերը, քո արվեստի ամբողջ շրջանը մեծ սիրով հետևել եմ ու այդ տրանսֆորմացիան ինչքան այդ հայտնիությունը գեղեցիկ հաջողակ կնոջ կյանքում ավելանում, այնքան շատանում են այդ ակնկալիքները։ Ոնց մնալ չկորել ու չկորցնել այն, ինչը դու ես։ Նախ մարդը, որը ինքն է կամ ինքնաճանաչման էտապի մեջ է, հո կոնստանտ չի, փոփոխվում է։ Եվ որքան ակնկալիքներն են փոխվում հանրության կողմից, այդքան էլ քո ասած հանրային X մարդն է ձևափոխվում կամ ձևավորվում։ Ըստ լավ խոսքի, ըստ վատ ատելության խոսքի, ըստ առողջ քննադատության, ըստ իր ներսի ունեցած բարդույթները հաղթահարելու, այսինքն սա անընդհատ անդադար շարունակական էտապ է։ Այլ հարց է, որ հանրությունը տարիքային փոփոխություններ է ունենում։ Դու ես մնում, անկախ քո տարիքից։ Նա փոխվում է։ Սկզբում 14 քանի 16 տարեկան երեխաները քեզ հետևում են ուրիշ ձևով։ Հետո նրանք մեծանում են, դառնում են ավելի հասուն ու քեզ սկսում են հասկանալ լրիվ այլ խորությամբ։ Հետո ավելի են մեծանում եւ դու այդքան չես մեծանում, արդեն սկսում են բարկանալ, որ
այդքան չես մեծանում։ Հետո հակառակը ավելի են բարկանում քեզ վրա, որ դու էլ ես ծերանում, որովհետև դա նշանակում է, որ իրենք էլ են հատում ու անցնում իրենց կյանքը։ Այսինքն այդ ակնկալիքները հանրային իհարկե լավ կլիներ դասակարգեինք, որ կոնկրետ սեգմենտի մասին ենք խոսում, ամեն տարիքային ու ճաշակային ու մասնագիտական հանրույթ ունի իր պահանջն ու ցանկությունն ու բարկությունը ու շատ տարբեր են։ Մենք միշտ ընդհանրացնում ենք, բայց նրանք էլ չէ, անհատների համախումբ են եւ շատ տարբեր են։ Այս առումով ոնց պահել բալանսը։ Ընդհանրապես կյանքը բալանսը պահելու մասին է։ Ով ես դու, ինչ ես դու, որքանով ես կարողանում մնալ պինդ ու չկոտրվել ու չկոտրվել ոչ թե չտխրել երբեք կամ չհուսահատվել կամ չհիասթափվել, այլ չկոտրվել այն ճնշման տակ, որը որոշում է քեզ դարձնել այսպիսին կամ այնպիսին։ Գիտես, շատ տարիներ առաջ ինձ մեղադրում էին նրանում, որ ես իմ երկար մազերով եմ եւ չեմ կտրում։ Դե անընդհատ նույնն է, էլի չի փոփոխվում։ Ես չեմ կարծում, որ մարդը անընդհատ կարող է լինել նույնը, եթե ունի ինտելեկտուալ աշխատանք ինքն իր հետ։ Բայց եթե մազերը նույնն են, թեև նույնը չեն, վերջը Հերակլիտն էր ասում, մի նույն գետը երկու անգամ չես մտնի, այդ դիալեկտիկայի օրենքն են, մենք չենք կարող նույնը լինել։ Բայց անգամ եթե ես նույնն եմ, դա իմ ընտրությունն է, չէ՞։ Ինչու է պետք պարտադրել անպայման ինձ վարդագույն կամ դեղին մազեր, ինչ եթե հիմա այդպես է ընդունված, ինչու է պետք պարտադրել ինձ անպայման կարճ շորտեր, որոնք ես չեմ սիրում։ Ես շատ սիրում եմ, երբ ուրիշներն են հագնում, բայց ես ինքս չեմ հագնվում այդպես։ Ու այդ իմ որոշումն է։ Ոնց կարող եմ ես ինձ կոտրել, փոխել, որ เป զի հարմարվեմ ու համապատասխանեմ ընդհանրական բոլորի քիմքին։ Էլ որտեղ է մարդու անհատը։ Իսկ ես մտքի մեջ լինելը հեշտ է եղել միշտ, որովհետև ամեն դեպքում շատ դժվար է ակնկալիքին հակառակվելը։ Դու զգում ես, չէ՞, ամեն դեպքում ակնկալիքը քեզանից կարող ես դրա հետ կոնտակտի մեջ չլինես, կարող ես անտեսես, բայց զգում ես ինքը քո դաշտում է, երևի թե։ Իհարկե զգում եմ։ Իսկ այ մնալ չտրվել ու շարունակել մտածել, որ ես իմ մազերն են, չեմ ուզում, չեմ անում, այդ միշտ է հեշտ եղել։ Ես հեշտ բառի հետ այդքան հաշտ չեմ, բայց եթե դու ունես քո ուղին ու քայլում ես, քարիքներ կան արանքում, ժայռեր, փոսեր, ձորեր, գետեր են անցնում, ցեխեր են ցայտում վրատ, բայց դու ունես քո ուղին, քո որոշմամբ, հնարավոր է սխալ ես ամբողջությամբ, բայց քոնն է դա։ Ու ես միշտ ասում եմ, ունեցեք բազում սխալներ, բայց թող դրանք լինեն ձեր սխալները, ոչ թե ինչ որ մեկի արհեստականորեն ձեզ ներմուծած, ներարկած սխալը։ Ես չեմ սիրում այս կոճակով միացող հասարակությունները որևէ երկրում։ Մենք բացառություն չենք։ Կոճակով միացող հասարակությունը կամ թեման կոճակով անջատող հասարակությունը ինքնուրույն մտածելու ձիրքը կորցնում է ինչ-որ մի գեղեցիկ օր։ Հեշտի մասին չէ, Նելի ջան, բայց ես ունեցել եմ շքեղ ծնողներ, մարդիկ, որոնք լավ իմաստով մեզ երեքից թողել են հանգիստ։ Եվ թողել են այնքան հանգիստ, որ մենք ձևավորվել ենք շատ մեր ասացի 3 դուստր։ Եվ մեր սխալները եղել են մերը։ Ես այդ հիմար երևի մարդկանցից եմ, որը սովորել է իր խնդիրների վրա, իր սխալների, իր անկումների վրա, եւ թեև կողքից նայողը կարող է կարծել, թե անընդհատ աճող գծի վրա եմ ես, բայց չէ, ես իհարկե այնպիսի անկումներ եմ ունեցել եւ էգզիստենցիալ այնպիսի հուսահատական պահեր, որոնք նույնիսկ կամաչեն բարձրաձայնել, բայց ինչպես սիրում եմ ասել, ոչինչ, էական չի ինչպես ես ընկել, բայց շատ կարևոր է ինչպես ես ոտքի կանգնում։ Ինքդ քեզ համար դու քո մեջ։ Հասարակությունը իր բոլոր խնդիրներով հանդերձ զգում է, դու ոտքիդ ամուր ես կանգնած, թե տկարանում ես, դու խաղում ես, թե իսկական ես քո այդ անգամ տարօրինակ մտքերի մեջ։ Եվ ես այդ առումով շատ բախտավոր եմ, որովհետև գուցե ոչ շատ լայն, բայց իմ ձևավորած մի միկրոաշխարհը, ընկերներիս մասին չէ խոսքը, այլ ավելի լայն հասարակության, ինձ իսկապես հասկանում է։ Երբեմն ուրիշ կողմով նայելով, երբեմն թեթև խփելով, երբեմն ուժեղ հարվածելով, բայց մեկ է հասկանում է։ Եվ ինչ որ մի գեղեցիկ օր, գուցե մի քիչ ավելի ուշ քան ես կուզեի, գալիս են ինչ որ մի բանին, որը ես ասել էի, ու այդտեղ ինձ արդեն ավել բան պետք չի, որովհետև իմ ուղին մի բանի մասին է։ Ճշմարտությունը գտնելու ու պահելու ու չպարտադրելու ուրիշին, որովհետև այդ անիմաստ գործ է։ Գտար, պահեցիր, ինքդ քո մեջ զարգացրեցիր կամ փոխեցիր գուցե, փոփոխվեցիր,
Բայց դու դրա մեջ ազնիվ ես քո ուղու մեջ։ Ոչ է իհարկե հեշտ չի։ Անդուր բան է։ Ես հետաքրքիր բան շատ նկարագրեցիր, այդ կապակցությամբ մի հարց եմ ուզում քեզ տամ, որը հիմա ես փնտրում եմ իմ մեջ այդ հարցի պատասխանը, ես իր շուրջ կարծիք դեռ չունեմ։ Մենակ մի խնդրանք, եթե ես երկար եմ խոսում, իսկ եթե հանենք, երբ որ ես երկար եմ խոսում, ինձ արագ կարճեք ու փակեք իմ։ Մենք իրոք ուզում ենք երկար քեզ լսել։ Դրա համար։ Ուժեղ կին հասկացողություն։ Այդ ո՞րն է։ Հա, ես շատ ուրախ եմ, որ մենք իրար հետ համակարծիք ենք այս հարցում, որովհետև ես էլ չգիտեմ այդ որն է, ու ճիշտ է չգիտեմ էլ լավա թե չէ, անգամ եթե կինը իր մասին տենց բան է ասում։ Նախ եկեք հասկանանք թույլ կինը ո՞րն է։ Ու առհասարակ մարդուն ոնց ենք չափում թույլ ու ուժեղ լինելու մեջ։ Ոնց։ Այսինքն դու համակարծիք ենք, որ այդ արտահայտությունը դու ինքդ քո մասին չես անում ու չես մտածում, որ ես ուժեղ կին եմ։ Ես երբեք այդ իմ մասին չեմ ասել, գոնե ես չեմ հիշում։ Ես ուժեղ կին եմ։ Ին հարապող Վանոյանը հիշեցի։ Այդպեսի սեր եմ ուզում։ Գիտես, ես ենթադրում եմ, եկեք բարձրաձայն մտածենք, որ ուժեղ է համարվում այն կինը, որը չի նվնվում։ Մի բառով, որը կարողանում է հարցեր լուծել, թե իր համար, թե իր լայն միջավայրի, որում ապրում է, որը կարողանում է դառնալ անգլերեն է role model, օրինակ լավ իմաստով օրինակ, որը կարողանում է իր ընկճախտից ինքնուրույն դուրս գալ, որը կարողանում է չգնալ հոսանքի հետ, այլ երբ որ պետք է կանգնել անգամ հոսանքի դեմ կամ լինել հոսանքին հակառակ։ Անշնորհակալ գործ է, բայց կարողանում է։ Ուժեղ համարվող կինը երևի ինքնաբավ կինն է, որը չի փնտրում արտաքին ուժեր, ազդակներ, անձանց, որպեսզի լինի ինքնաբավ։ Ներսից է, ինչ կա այդ է, ամբողջական է։ Եվ հա մեկ անում է դիմահարդարում, ունենում է վատրակուրսներ կամ թարթիչը սխալ պահի պոկվում է, բայց մեծ առումով ինչ կա ինքն է։ Արհեստական ինչ-որ հատուկ բաներ չունի, էլի։ Մի քիչ էլ վարդ։ Մի շքեղ Երևի դա է։ Կամ ճիշտ ծանր պահին, ամենածանր պահին, ինչ որ մարդուն ճիշտ խոսքով փոսից հանողը։ Երևի դա է ուժեղ կինը։ Իմ մայրը ուժեղ կին էր եւ հասարակական լայն գործիչ չէր, ուսուցչուհի էր։ Հետագայում նաեւ տնօրեն էր երկար տարիներ, բայց ինքան ուժեղ էր, որ չուներ վատ աշակերտ եզրույթը, չուներ։ Եվ ասում էր, եթե աշակերտը եկել է դպրոց, նա իմ երեխան է։ Ես ծնող կանչելու իմաստը չեմ հասկանում։ Եվ չէր կանչում ծնող։ Այդ նշանակում է հարաբերվել մարդու հետ, անկախ նրա տարիքից եւ փորձել գտնել բանալիները ու հասկանալ խնդիրը։ Երևի ուժեղը դա է։ Հա, մայրս ուժեղ էր։ Իսկ դա ավելի շատ խանգարում է կնոջը, թե օգնում է այդպեսին լինելը։ Որովհետև շատ հաճախ գիտես ինչ տեսանկյունից եմ հարցնում, այդ նույն եթե հավատանք այդ եզրույթին, չնայած ես էլ չեմ հավատում այդ ուժեղ թույլ հասկացողությանը, պնդում են, որ տղամարդիկ սիրում են թույլ կանանց։ Այդ ուժը շատ խանգարում է, շատ վանում է, իրան փոքրացնում է, այդ ինչ որ մի բան է, որ դու քո հետ պիտի չտանես իր հետ հարաբերությունների մեջ, այն ուժեղս լավ ես անում տնից դուրս ուժեղ եղի, բայց կա դրա մեջ ճշմարտություն։ Բայց եկեք նորից հասկանանք այդ ուժեղի տակ ինչն է։ Եթե կինը անունը դնենք, իրեն համարում է ինտելեկտուալ, խելացի, ուժեղ, կայացած ու եսի ինչ, իր ամբողջ էտեությունը չպիտի խանգարի իր անձնային հարաբերություններում, որովհետև իսկական այդ բոլոր հատկանիշներով ոչտված կինը կամ ինքն իրեն այդպեսին դարձրած կինը չի կարող խանգարել սիրո ձևավորման process-ին, չպիտի խանգարի։ Եթե խանգարում է, ուրեմն ինչ որ բանում դեռ լիարժեք չէ։ Ուղի ունի, ճանապարհ է, փնտրում է։ Մենք խոսում ենք արդեն իր տղամարդուն գտած կնոջ մասին, էլի, ոչ թե որ փողոցից ով մոտենա, հետահարմարվես, գնաս ապրես, որտեղ դու ուժեղ կին ես։ Հիմա շատ ուժեղ։ Մենք ամեն ինչը պետք է սկսենք բացատրել, որպեսզի թյուրըմբռնում չլինի, էլի, մեզնում վերջերս շատ է թյուրըմբռնում, ես դա ավոր չեմ սիրում։ Բարկանում եմ անկեղծ ասած։ Այ դրանից բարկանում եմ դեռ, ճանապարհ ունեմ աշխատելու։ Ես իսկապես կարծում եմ, որ տղամարդիկ մեղավոր չեն այս հարցում, երբ հաճախ ամենապարզ կենցաղային հարցը դառնում է երկրորդ աշխարհամարտ, որովհետև յուրաքանչյուրը իր ներսով է որոշում, այն նա ինձ էս ինչը չբերեց, ուրեմն մոռացել էր կամ, բայց կարող է տղամարդ ուղղակի այդպիսին է, ոչ թե քո նկատմամբ է այդպիսին։ Ու եթե դա քեզ նեղացնում է, ինչը կարող է նեղացնել, հետը խոսիր եւ իրար հետ կնքեք այդ պակտը, որոշեք, որ օրինակ ես ունեմ բզիկ, իմ սիրելի տղամարդ, երբ որ ես մեքենայից իջնում եմ, օրինակ, արի իմ դուռը բացիր։ Օրինակ, եւ այդ
թեման հանել։ Կամ եթե մարտի 8 է ու ապրիլի 7 անպայման ինձ առաջինը դու շնորհավորիր, որովհետև ես ունեմ բարդույթ ապրիլի 7-ի ու մարտի 8-ի հետ կապված։ Օրինակ։ Եվ նա կիմանա ինչպես հետը թարաբերվել։ Այստեղ ուրիշ խնդիր կա, Հապա։ որը նկատել եմ իմ բազմաչարչար կյանքում։ Տուր հարցերը 5 տարում։ Հա, չէ, ասա, ես որտեվ շատ եմ մտածում, ուղղակի ցավում ա մեկ այնքան եմ այս թեմաներով մտածում։ Համարթիկ, ավելի ճիշտ կանայք Հայաստանում, համենայն դեպս իմ նեղ եւ լայն եւ ավելի լայն շրջապատում, եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ, սա ինչ որ պետական ստատիստիկա չի, սա իմ անձնական հետևողական աշխատանքի արդյունքն է։ Եթե 5 տղա վերցնենք ու 5 աղջիկ, 4 աղջիկը ավելի զարգացած են, ավելի ինտելեկտուալ հարուստ են, ավելի կամային են, ավելի առաջ են գնացել, խոսքը միայն ֆինանսի մասին չի։ Կառուցվածք ունեն կյանքի, հետաքրքրություն ու բովանդակություն ունեն կյանքի, ստержень ունեն, անսասան են, քո ասած ընկել են, Նրանք իրար հետ են, թե առանձին 5 տղամարդ են։ Չէ, առանձին 5 Ստատիստիկա է պատմում։ Այն 5 տղամարդից միգուցե մեկը լինի, բայց էլի այդքան հեռուն չգնացած։ Եվ արդյունքում ստացվում է, որ տղամարդիկ նախ սեփական թերարժեքությունը կոծկելու համար սկսում են արժեզրկել են կնոջնով այդ հսկայական ուղին անցել ու կերտել իրանից մի բան, որը ինքը սիրում է ու որն իրեն պետք է ինքն իր ձեռքը բռնած գնում առաջ, եւ բացի արժեզրկելը վախենում են, որովհետեւ միգուցե ենթագիտակցորեն հասկանում են, որ իրենք կյանքում այդ կետում չեն կարող հայտնվել։ Ինչ որ ուրիշ կետում են, չեմ ասում վատ կետում են, բայց այդ կետում չեն։ Ու վախենում ու վարանում են մոտենալ, նույնիսկ մոտենալ եւ ծանոթանալ եւ ինչ որ հարաբերություն։ Ես մի անգամ մի արտահայտություն լսեցի մի տղայից, ասես լսի մտա քո Instagram-ի էջը նայեցի, տեսա քանի երկրում ես եղել, մտածեցի անի ինչ գրեմ։ Բայց վատ բան է ասել։ Ես էլ երկար մտածեցի, համենայն դեպս անկեղծ բան էր ասել, որը շատ գնահատեցի, բայց ստացվում է այն ամբողջ աշխատանքն ու այն ամբողջ ուղին, որ դու անցել ես, որ մի լավ բան լինի, էլի եղել է, բայց ինչ որ իր վատ կամ ոչ ցանկալի հետևանքներով։ Հայկան, անուշս, քաղցրս։ Պատկերացնենք մի անկեղծ ենք, չէ՞։ Իհարկե։ Պատկերացնենք մի իրավիճակ, ես եմ ու մի տղամարդ, որի հետ գնացել ենք հանդիպման, ժամադրության։ Անծանոթ տղամարդ է, ինձ հրավիրել է ժամադրության, ես համաձայնել եմ։ Ես շատ սիրում եմ գինի խմել, բայց այն ինչը ես սիրում եմ անել, ես սիրում եմ դրա մեջ խորանալ, գժի պես, բառացիորեն։ Եվ դա անում եմ ոչ թե այսօր, միշտ ծնված օրվանից։ Եթե ես տալիս եմ հարց ու այդ հարցի պատասխանը ինձ չի սպառիչ չի ինձ համար, ես փորում եմ այնքան, մինչև ստանամ այդ հարցի պատասխանը։ Փոքրիկ AI ունեմ ներսում։ Այդ տղամարդը, որը ինձ հրավիրել է, ենթադրենք ընթրիքի, ընտրում է գինի, ես սիրով տալիս եմ նրան գինի ընտրելու հնարավորություն։ Այլ գինիներից բան չի հասկանում, ընտրում է վատ գինի, բնականաբար, կամ չի ընտրում, առաջարկում է, որ ես ընտրեմ, ես սիրով ընտրում եմ, ենթադրենք ես գիտեմ նրանից ավելի շատ գինիների որակը, դրանց պատմությունը, որն արժի, ինչը չարժի, եւ պահելով իհարկե գնային սահմանումը նորմալ, որ չծանրացնեմ, ընտրում եմ գինին։ Հաջորդ քայլին նա խոսում է, չգիտեմ, ինչ երևույթից, ես սկսում եմ հետը քննարկել եւ այլն։ Շատ նորմալ է, որ որևէ տղամարդ, բացի պահի տակ հետաքրքրությունից կամ հիացմունքից, կարող է ունենալ բարդույթ, եթե դու որոշ հարցերում նրանից շատ ես իրազեկված ու տեղեկացված։ Այդ չի նշանակում, որ այդ վատ է ու նա սխալ է։ Դա նշանակում է, որ քո բերած ստատիստիկան չի աշխատում մի դեպքում։ Կինն էլ տղամարդն էլ չեն կարող անընդհատ ու առանձին գոյել։ Նրանք իրարով պետք է զարգանան։ Եվ այդ առողջ հակասերային մրցակցությունը առողջ, նշում եմ, միմյանց զարգացնելուն է միտված։ Այդպիսին է դրվածքը եղել գոնե աշխարհաստեղծման ժամանակ, ենթադրում եմ։ Մենք այսօր, այո, այդ խնդիրը ունենք բոլորս, ես էլ, դու էլ, Նելին էլ ու բոլոր են լավ որակով մարդիկ, տղա թե աղջիկ, որոնք առանձին զարգանում են։ Մենք տեսնում ենք, որ միջավայրում կա թերություն, չեն կարողանում այդ միջավայրի թերությունը խմբագրել, փոխել, լավացնել, մենք սկսում ենք ամբողջությամբ ներդրվել մեզ վրա։ Նորմալ է առաջին этаպում։ Զարգացնում ենք, դառնում ենք մոնստր։ Հետո այդ մոնստրը հանդիպում է նորմալ սովորական մարդու։
Այդ մարդը դեռ Ով որ չի այդ խնդիրները պատկերացնում, որ չուներ։ կանես, հա, տարօրինակ պերսոնաժները։ Եվ այդտեղ է այդ հակասությունը ձևավորվում։ Մեր հասարակությունում ինձ այսօր ամենից շատը բարկացնում է, ջղայնացնում է, նեղացնում է այն, որ ես փողոցով քայլելիս անընդհատ քայլում եմ քաղաքում տարբեր տեղերում, սրճարաններում տեսնում եմ 5-6 տղամարդ իրար հետ նստած, 7-8 աղջիկ իրար հետ նստած, 4 ընկերու իրար հետ նստած, իրենք արդեն իրենց համար գինու երեկոներ են կազմակերպում, պանրային, չգիտեմ ինչեր, նկարչական տնքոցներ, ասեղնագործական ժպիտներ, դու հասկանում ես, սա կոչվում է բացարձակ անջատված հասարակություն։ Ես հիշում եմ խորհրդային ու հետխորհրդային նախնական տարիներին մեր ավագ սերնդի շփման ձևը։ Բոլորը զույգերով էին գրողը տանի։ Զույգերով էին, ժողովուրդը կապ չունի, իրենք ընկերներ էին, ամուսիններ էին, թե չկային խմբավորված տղամարդկանց այդ խումբը, կանանց, աղջիկների, մեծ ծոցիկների, մարդիկ հարաբերվում էին։ Եվ այդ սեռերի տարբերության հարաբերության մեջ հավասար զարգացում էր տեղի ունենում, սա է խնդիրը։ Եվ այո, աղջիկները ավելի արագ են զարգանում, շատ ավելի արագ են բռնում ժամանակակից ռիթմերը, ավելի շատ են ճար չունեն, այսպես ասենք, ճար չունեն, որտեղ կանանց ժամանակը նաև կենսաբանական առումով իրենց երիտասարդությունը փթթելը ամեն ինչը կախված է շատ տարբեր բաներից, հորմոնալ իրենց ցիկլերից մինչև 1000 այլ առողջական հարցեր։ Մի բան, որը տղամարդկանց դեպքում շատ տարբեր է, եւ նայում ես 50-60 տարեկան տղամարդը իրեն համարում է դեռևս լիարժեք տղամարդ եւ հանգիստ կարող է զրոյից կառուցել ձևավորել անձնական կյանքը, եւ ոչ միայն մեր հասարակության մեջ։ Իհարկե։ Պարզապես մեզ մոտ ընդգծված է, մենք խոշորացուցով տեսնում ենք, բոլորին գիտեն։ Իսկ կանայք, նույն 40+ կանայք, ինձպես, այո, մնում են կամ գերադասում են մնալ միայնակ, որպեսզի քո ասած ավելորդ անգամ չմտնեն այն աշխարհ, որտեղ կարծում են, որ չեն հաջողելու կամ չեն գտնելու քո պարագային արժանի ու որակյալ մեկին։ Բայց գիտես ինչին էի ուզում բերել, հին վատ միտք եմ էլի ուզում ասել։ Հին ավանդական միտք վատը ճակերտների մեջ։ Վերջը կինն է չէ ձևավորում տղամարդուն։ Օթից չի ընկնում այդ տղամարդը պատրաստ։ Այդ տղամարդը օթից արագիլն է բերել։ Հա, դու հա, ի սկզբանե էի նկատի ունես, չէ, որովհետև ես կարծում հարաբերություններում էլ է տենց։ Ես սկսում եմ ամենասկզբից։ Այո, կինն է ձևավորում տղամարդուն։ Մայրը, քույրը, տատիկը, ես ունեմ երիտասարդ ընկեր, որը այնպիսի հիանալի դաստիարակություն է ստացել ու մեծ տարբերությունից անկախ մենք անընդհատ ունենք իրար հետ շփվելու թեմա, որովհետև մեծացրել է նրա պապիկն ու տատիկը, ունի շատ մեծ ինտելեկտուալ բագաժ, հա, ռեսուրս ու ամեն ինչ։ Ասածս նա է, որ հետո հանդիպում է ինչ-որ կնոջ եւ այդ կնոջ հետ միասին կռվելով, իրար տարբեր խառը բաներ ասելով, հաշտվելով, համբուրվելով, լացելով, գիշերները ժամերով խոսելով զարգանում են միասին եւ հղկվում են։ Այ եթե չեն հղկվում, որովհետեւ հետադարձ հետ է գնում տունը, այնտեղ հանդիպում է այն կնոջը, որն ասում է ինչ արել ես դու, ես ճիշտը։ Այդտեղ է խնդիրը առաջանում։ Ես չեմ մեղադրում բոլոր մայրերին ու անընդհատ մայրերին, բայց ես գտնում եմ, որ մայրերը ամենակարող ռեսուրսն են որևէ հասարակության ձևավորման գործում։ Եվ մենք այդտեղ շատ վերանայելու բան ունենք։ Իսկ ոնց հասկանալ, որ ամեն դեպքում քո մարդն է թե չէ։ Հա, քո մարդն է թե չէ, որովհետև ես արտահայտություն ունեմ, ես սիրում եմ այդ մեջ բերել, որ ամեն դեպքում մարդկանց անձի ծավալները տարբեր են։ Այո, կա, շատ լավ է բան ես ասում։ Ու երբ որ քո դիմաց կանգնած է ավելի փոքր անձի ծավալով կին թե տղամարդ, էական չի, այդտեղ շատ դժվար է։ Այնտեղ կամ դու պիտի փոքրանաս, որ տեղավորվես, կամ ինքը պիտի ինչ-որ մի բան անի, կամ իսկ սկզբանե իրար չընտրեք։ Այդ չգիտեմ, ոնց ես դու այդ հարցին, ոնց հասկանաս այդ քո մարդն է, թե չէ, ում հետ դու պատրաստ ես վիճես, համբուրվես, ընդունես, համաձայնվես։ Դու պատասխանեցիր է արդեն հարցիդ, համ ասացիր, համ պատասխանեցիր։ Եթե փոքր ծավալով է էներգետիկ, իսկ դա անհնարին է չզգալ, եւ դու չես կարող փոխել այդ մարդու էներգետիկ ծավալը, նա այդպեսին է։ Ես իհարկե խորապես հավատում եմ մարդու աշխատանքին եւ նրան, որ կարող է զարգացնել ու դառնալ ինչ ուզում է, բայց ամեն դեպքում մարդիկ ծնվում են, այնինչ կան։
շատ դեպքերում։ Ես մի քիչ այդ կարծիքին եմ։ Եվ եթե դու զգում ես, որ քո մարդը չի, դա այո զգայական է։ Ոչ մի բացատրություն չկա։ Կարող է չլինել ոչ արտակնապես հետաքրքիր, ոչ շքեղ, չգիտեմ, փարթամ մազերով, ոչ ահռելի լայն ուսերով, ես տղամարդկանց մասին եմ խոսում։ Լինել արտաքուստ սովորական, բայց մտնի սիրտը քրքրի ու ասես, վայ, ինչ ազատ եմ շնչում ես այս մարդու հետ եւ չեմ խաղում։ Հա։ Ես ենթադրում եմ, որ որևէ կնոջ համար, բայց կանեք տարբեր, չգիտեմ, քո մարդը հասկացողությունն այն պահն է ու գիտակցությունը, երբ դու հասկանաս, որ դու չունես խաղալու, հատուկ դիրքով չես նստում, շատ մեջքդ պարտադիր չի ուղիղ պահես ու կուրծքդ լինի այնպես ինչպես լինում է, մազերդ կարող են լինել խռիվ ու դու լինես երբեմն անխնամ, թեև ես չեմ ասում, որ լինենք անխնամ, ուրեմն բոլորս երջանիկ ենք, չէ, բայց քո ներքին ազատությունը դառնում է ամբողջական ազատություն ու ամբողջական է դառնում տվյալ մարդու հետ նույն տարածքում։ Շատերիս համար դա կարող է լինել տղամարդ ընկեր, որովհետև մենք չենք վախենում, որ նա կհիասթափվի։ Այո, Դա ինչ հետաքրքիր բան է։ Ես երբ հետևում եմ դրսի զույգերին, Ամերիկայում, Ռուսաստանում, մասամբ Թերան տարբեր է, Եվրոպայում, Եվրոպայում ահագին, բայց ավելի Ամերիկայում ու Ռուսաստանում, ինչն է հետաքրքիր։ Տարբեր ֆիզիկական դրսևորումներով, խառը տարբեր մաշկերով, էթնոսներով, տարբեր մարդիկ են ու դու ակնհայտ տեսնում ես, որ սիրում են իրեն։ Ու չեն նայում աջ ու ձախ, կողք, վերև, ներքև, այդ փնտրտուքը իրենց մեջ անջատած է։ Ես երբեմն Երևանով քայլում եմ ու տեսնում եմ գեղեցիկ զույգերի, բայց ես տեսնում եմ նրանց մեջ այդ փնտրող չիպը։ Եվ դա տեսանելի է, լինես կին թե տղամարդ։ Այդ տեսանելի է։ Ու այդ շատ է ինձ նեղացնում։ Որովհետև էլեական չի, ինքը գնաց ուրիշին դիմեց առաջարկություն արեց, նայեց, չգիտեմ ինչ արեց կոպիտ ձևով թե մեղմ։ Ներսում այդ փնտրտուքի չիպը եթե կա, նշանակում է, որ կեղծ է այդ հարաբերությունը։ Եվ այդտեղ քո ասածը տեղի է ունենալու։ Կամ կինը զարգանալու է առանձին, որովհետև ունի այդ էներգիան, նաև չարտահայտված էներգիան, չսպառված էներգիան, ու պետք է կարողանա իրեն ինչ-որ միտեղ տալ, տներ են մաքրում, տորտեր են թխում, բան են գնում այդ պիլատեսների են գնում են կանանց այդ հավաքների, էլի գնում են էլի տեղեր, ուրիշ տեղեր են էլի գնում անընդհատ տարբեր տեղեր, որ դուրս գա այդ էներգիան։ Երբ որ այդ ամբողջ էներգիան պետք է գնար ու միտվեր մի հոգու, ընդհանուր մի հոգու ու երեխային չէ, ես ուզում եմ սա նշել, որտեղ մեր հայկական ընտանիքներում շատ դեպքերում երեխային ունենում են նորից, որպեսզի զբաղվեն եւ զբաղեցնեն, չէ, կամ էլ որ ընտանիքը փրկի, պիտի լինի, կամ փրկի պահի ընտանիքը։ Այսինքն արդեն մեռած սիրո հիմքով բերում են երեխա, այդ երեխան, որը ասում եմ փշաքաղում եմ, ջղայնանում եմ, այդ երեխան, որը պիտի գա ու պարուրվի այդ սիրով, խնամքով ու դառնա այդ աստվածային, հա, բանի այդ կաթիլի կրողը, այդ երեխան գալիս է ի սկզբանե մինուսավոր ռեսուրսով, պարտականությամբ, մինուսային ռեսուրսով, ու մենք հետո դուք մասնագիտորեն ձեր ոլորտում, ես որպես դասախոս երբեմնի իմ ոլորտում ու տեսնում եմ այդ երեխեքի քարկապերը եւ սկսում ես արդեն որպես հոգեբան հետներ աշխատել, փոխարենը շտկես օրինակ խոսքը կամ շեշտը։ Ես քեզ ընթացեցի, դու բան էիր։ Կներեք, անիմաստ խորան բան ասես, ճիշտ ասած մոռացա ինչ էի ասում, բայց աննկարագրելի համաձայն եմ այդ մտքի հետ, որ մասնավորապես հիմա սոցիալական մեդիայի ճնշմամբ այդ արեստացին կերպարները, որ մենք ենք ստեղծում մեզ համար, որպեսզի համապատասխանենք այս տրենդին, այն հայփին եւ այլն, սա կարանքում ոնց որ կորում է այն ինչ մենք կանք, այդ չգիտեմ, նույնը ֆիլտրերով նկարվելու մասին է խոսքը, հա, ոչ մի քննադատություն չունեմ բնավ, բայց շատ հաճախ մարդիկ ուղղակի սկսում են իրենց առանց ֆիլտր այլևս չընդունել։ Որովհետև այդ մարդիկ եթե առանց ֆիլտրի դնեն նկարը, վերջում վատ ռակուրսով հերները կանիծվի։ Ինչ ուզում եք արեք ֆիլտրով։ Մենք եկեք այն արի հասկանանք, էլի խնդիրը որտեղ է։ Մեղադրանքը։ Այո։ Մեզնից որևէ մեկը, նորմալ որևէ մարդ չի ուզում հայտնվել
որևէ մեծ Հա, հանրության հա։ թիրախում, այդ շատ Միանշանակ։ նորմալ ցանկություն է ժողովուրդ։ Hype բառը ամենալուրջ կոմպլեքսների կրողն է, որովհետև երբ որ մարդիկ իբր hype են բռնում, այդ չգիտեմ, ինչ ենք մենք այդ օտար բառերը անընդհատ մեզնում զարգացնում, բայց այդ ընդամենը այն բարդույթն է, որ իբր ինքը նեղված չի ու դրա վրա տժում է։ Բայց ես օրինակ շատ մեծ հումոր ունեմ իմ նկատմամբ։ Ես իսկապես ծիծաղում եմ այն տեղերում, որտեղ թե ահա որ ծիծաղելի եմ։ Ես օրինակ վիդեոներ կան, մեկ բերում եմ, ասենց եմ, օй, նորմալ է այդ։ Բայց ez չի նշանակում, որ ես ուզում եմ ինչ որ X քանակությամբ տարբեր խառը անկախ իրենց մեղմ ասած ոչ այդքան հաճելի արտակինից դնեն ու իրենց թույլ տան ուշադիր վիրավորական արտահայտություններ, ընդ որում ոչ թե արտակինի կամ մասնագիտականի հետ կապված, այլ ընդհանրապես անձնական քո որակների հետ կապված, որոնց մասին նրանք գաղափար անգամ չունեն։ Սրա մասին է խոսքը։ Ու եթե հանրային մարդը քիչ թե շատ կարող է կոպված լինել, քիչ թե շատ, նորմալ մարդը երբեք չի կարող կոպվել, ու եթե ճակերտավոր կոպվել է այնքան որ չի ազդվում, ուրեմն վատ է ամեն բան։ Նա կորցրել է իր զգայունակությունը եւ ապրումակցելու կարողությունը։ Իսկ ոչ հանրային մարդը, օրինակ, սկսնակ բարի ինչ որ աղջնակ է, որը ուզում է ինչ որ լավ բաներ ասել, գիտի որ դա լավ է, բլոգերությունը մասնագիտություն է, ուզում է ինչ որ բաներ անել։ Ասենք շշկրվում է երեխեն կարծիք է հայտնում։ Կապ չունի նորից սխալը ճիշտը։ Միանգամից բամփում են գլխին։ Եղբայրներ, մարդկանց ու հասարակությունների առողջությունը ձևավորվում է միայն սխալվելու հիմունքով։ Այո։ Այդ ոչ ոք չի կարող, այդ անտեր արագիլը չի բերում իդեալական մարդկանց այսպես ծորենի հասկերի պես ցպտում, ասում ծլեք, ծաղկեք իդեալականներ ու դարձեք դուք բոլորդ սուրբ եք։ Վայ։ Դե ոչ էլի։ Ես պատկերացրեց արագիլի։ Այս կապակցությամբ սուրբ արագիլը։ Այս մի հատ ֆանտաստիկ հատեղ գնացինք թեմայի, բայց ասա ես կշարունակեմ։ Այս խոսակցությունը մենք Նազենի եթերում իրականում սկսել ենք, եթե չեք տեսել հանկարծ տես բանատեղ ունեցել, մենք լինքը կթողենք, իհարկե անպայման նայեք, որտեվ հոյակապ խոսակցություններ ստացել, բազմաթիվ դրական արձագանքներ ենք հետո ստացել, ընդ որում գիտես, շատ էին գրում, որ շատ ուրիշ կողմից տեսան այս նկատի ունեմ, որտեվ դե իհարկե շատ կախված է նրանից ով է հարցերը ում հետ ես հարաբերվում եթերում։ Բայց իրոք հիմա գիտես ինքը շատ ծայրահեղացված է, վերջը այդ ինքդ քեզ ընդունել է ու հատկապես լինելով կին, ով մեզ չընդհանրացնեմ ինձ ամեն դեպքում մեծանալն էլ է դժվար, այդ փոփոխությունները տեսնելն էլ է դժվար, ընդունելն էլ է շատ բան դժվար, ու նաև այդ արտաքինի հետ գերկապվածություն չունենալն էլ է դժվար, ոչ թե որ ամբողջությամբ քո ինքնարժեքը դրա հետ կապես, բայց ամեն դեպքում կապում ես հիմա այդ չգիտեմ սոցիումից է, ինքդ քեզնից է, էստրոգենից է, թե առհասարակ կինը իրոք իր այությունով նենց է, որ իր համար պիտի դուր գա ինքն իրեն ամեն դեպքում հայլու մեջ, ու դրան զուգահեռ ասում են, որ ոչ մի խնդիր չկա, դու ոնց կաս տենց եղի, քեզ բոլորը պարտավոր են սիրեն նենց ոնց դու կաս։ Այս սկսենք նրանից, որ ոչ ոք ոչինչ ոչ մեկի պարտավոր չի։ Ես շնորհակալություն։ Պարտականության բեռը, որը անհասկանալի ովքեր դնում են կոնկրետ անհատների ուսերին, ես չեմ ընդունում եւ հիմիկվանից այն քիչ բաներից է որ մերժում եմ։ Ես առհասարակ մերժողական մարդ չեմ, բայց այդ մերժում եմ։ Body positive լինելը ինչպես որևէ ուղղվածություն եւ ուղղություն դարձավ արհեստական, շինծու, կեղծ ու չափազանցված։ Ինչպես ժամանակին սկեպտիկները ստեղծում էին փիլիսոփայական ուղղություն ամեն ինչը կասկածի ենթարկելով եւ դա օգնում էր նրանց բացահայտելու ավելի խորացնելու հետաքրքիր բաները, բայց եկան էլի ծայրահեղության։ Ինչպես ժամանակին, չգիտեմ, ստոիկներն էին, հա, էլի ձևավորում ուրիշ փիլիսոփայական ուղղություն։ Մենք այսպես անընդհատ կարող ենք բերել տարբեր ուղղություններ, ֆեմինիզմը, որը ստեղծվել է լրիվ ուրիշ բանի համար, հավասարազոր իրավունքների եւ մանավանդ կոնկրետ քվեարկության հետ կապված իրավունքների թեմաներ արծարծվում եւ այլն։ Եվ վերջում դա ձևավորվեց որպես տղամարդատիացության ինչ որ առանձնահատուկ ճյուղ, ինձ համար կրկին անընդունելի։ Ես կին եմ եւ չեմ պատրաստվում ատել տղամարդուն ու ավելին ուզում եմ ունենալ որակով ու արժանի տղամարդկային հասարակություն։ Տեսակի համար այդ շատ հաճախ նենց հա ձևակերպվում, որ այն ամեն ինչը ինչ որ տղամարդկային է, հենց դրա դեմ է ձևավորվում այդ ֆեմինիստական խոսույթը։ Ծայրահեղությունը որևէ դեպքում լավ բան չէ։ Բերում է, այո, մոլեռանդությունը
տհաճ ու սխալ բան է, ծայրահեղությունը։ Body positivism-ը կարևոր է ու լավ, որպեսզի մարդը ինքն իրեն անընդհատ չզգա ճնշված, սեղմված, ճզմված, որովհետև տարբերվում է մյուսներից։ Բայց մենք խոսում ենք առողջության մասին։ Եթե օրինակ դու 180 կիլոգրամ ես, որովհետև ուղղակի չես կարողանում ժամանակին կես մատնաքաշ պակաս ուտել, դա արդեն պոզիտիվ բան չէ, դա շատ նեգատիվ բան է, նշանակում է կամքի բացակայություն, որովհետև մենք բոլորս ուզում ենք մեր թուլություններին տրվել, մարդը ալարկոտ է, ուղեղը բոլորովին հավես չունի այս աշխատանքը կատարելու, բայց մենք ամեն օր առավոտյան լվացվում ենք, չէ, չենք ասում, ինչ հաճելի պոզիտիվ կեղտոտ եմ ես, մնամ այդպես, ես ներողություն եմ խնդրում, էլի, մենք գնում ենք պետքարան եւ փորձում ենք ամեն դեպքում դրանից հետո էլ մեզ պահել մաքուր կոկիկ, չէ՞։ Մենք գնում ենք լոգանք ենք ընդունում, սանրվում ենք, մաքրվում ենք ներսից եւ դրսից։ Ուտում ենք ցանկալի է որակյալ ուտելիք, չեն գնում, չէ՞, աղբ ուտում, որովհետեւ ես պոզիտիվ եմ, աղբ, ինչ լավ աղբ է։ Ոչ, այ շատ հետաքրքիր բան ես ասում, կներես, եթե ընդհատեցի։ Մարդիկ ենք, չէ՞, ի վերջո։ Բայց շատ համաձայն եմ, միևնույն ժամանակ այդ շատ ալարկոտ, իսկապես ալարկոտ մարդկանց, ովքեր մի քանի հոգու թեթև ձեռամբ Հայաստանում որոշեցին, որ այտենց ես կգնամ աղբ կուտեմ, ես ինձնով չեմ զբաղվի, որովհետև body positive, այդ արանքում տուժում են նաև շատ անձինք, ովքեր օրինակ ունեն սննդային վարքի խանգարում, որը կամքի հետ կապ չունի։ Շատ ճիշտ է, եւ հորմոնալ հարցեր, եւ հորմոնալ հարցեր, առողջական խնդիր են, ավելին ասեմ, մարդը կարող է ոչինչ չուտել, բայց խայտառակ չաղանալ։ Իհարկե։ Ես դրա համար ընդգծված նշեցի, մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ուղղակի չեն ուզում իրենց կամքը գործի դնել, եւ կան տարբեր մեխանիզմներ այսօր, ինձ համար նույն ձևի անհասկանալի ու բոլորովին body positive չէ, շատ չափազանց նիհարած մարդկանց գոյությունը, որոնք որ տարբեր սրսկումներով հասնում են արդեն կներեք անորեքսիայի, որովհետեւ դա էլ է հիվանդություն։ Իհարկե։ Ու մենք չաղի կամ նիհարի մասին չենք խոսում, գոնե ոչ ես։ Body positivism-ը պիտի լինի մի կարևոր բանի համար։ Դու քեզ դադարես պատժելուց։ Այո։ Եվ այն պահից, որ դու քեզ դադարես պատժելուց, կապ չունի ինչի պատճառով։ Վատ մանկության, կերածդ ավել խաչապուրու, թե այդ օրվա քո տղամարդու հետ արած կռվի պատճառով, որ քո կարծիքով դու ես սխալ, բայց իրական գուցե նա էր քեզ սխալ մեղադրում։ Հենց այդ պատժելը դադարում ես, նաև ավելի հանգստանում ես ու կորտիզոլի պակասից էլ բնականաբար հեշտ է լինում նյութափոխանակության գործի դնելը, հեշտ է լինում քեզ կարգի հրավիրելը ու շաքարային դիաբետի ռիսկն է իջնում, օրինակ, եթե մենք խոսում ենք մեծ քաշի մասին։ Բայց կան կանայք, որոնք չեն ուզում անել բլեֆարոպլաստիկա։ Ժողովուրդ ջան, դա իրենց գործն է։ Եվ եթե այդ կախված կոպերը իրեն չեն խանգարում, աստծո սիրուն, թող չանեն այդ անտերպլաստիկաները։ Այն շատ բարկացնում է այսօր այն պարտադրանքը, որ դու իրավունք չունես ծերանալու։ Լուրջ։ Ինձ մեկը վիրավորական գրել էր, պարավ։ Okay։ Եթե ձեզ դա հոգևոր եւ ոչ միայն բավարարություն պատճառում, ես խնդիր չունեմ, կոչեք ինձ պարավ։ Բայց սրտանց մաղթեցի, ասացի թող բոլորը իրենց 44-ում ընդ որում ոչ հեշտ ապրած կյանքով կներեք, ես ուզում եմ դա նշել։ Հայաստանում կնոջ կյանքը շատ բարդ կյանք է։ Մենք բան միջերկրական ծովափնյա քաղաքի հաճելի թեթև այդ Էգեյանի բրիզով ապրած կյանքով չենք ապրում։ Մենք ամեն օր անում ենք խայտառակ շատ քանակի տան գործ, բոլորս, անկախ մեր փրփրուն շորերից։ Իսկապես, այդ փոշու դեմ պայքարում ենք ամեն օր, այն փոշու, որ են Կոբոաբեի ավազուտների կինը գրքի նման, զավազների պես նստում է մեր թոքերում։ Ես մի օր դրա մասին ստատուս էի գրել։ Մենք ամեն օր պայքարում ենք անծանոթ մարդկանց ատելության, հեյթի ու չգիտեմ ինչի դեմ, պոզիտիվով հանդերձ։ Եվ body պոզիտիվը այդ թվում։ Ու այդքանով հանդերձ, ինչ որ մեկը ուզում է, որ օրինակ իմ կոպերը չկախվեն։ Okay։ Շատ բարի։ Բա ոնց համ թարթիչ դնեմ, համ չկախվի, մեկը մյուսին խանգար։ Կան որ մազերս մնան շատ փարթամ, ինչպես որ ենթադրենք իմ 20 տարեկանում էր, ախր այդպես չի լինում։ Ժողովուրդ, մենք նաև հորմոնալ էակներ ենք։ Այո։ Մենք ի վերջո ինչքան աճում ու զարգանում ենք ինտելեկտուալ կամ հոգևոր առումով, նույնքան եւ զարգանում ու այո, ծերանում ենք ֆիզիկապես։ Եվ փառք Աստծո։ Դա չէ ուզի լինել անմահ։
Հա։ ֆիզիկապես։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ այդ ամեն դեպքում էլի վերադառնալով social media-ին, որովհետև ուզենք չուզենք ամբողջ աշխարհում կյանքը սկսել է պատտվել social media-ի շուրջ։ Դե հավատա ոչ Ցավալիորեն։ Չէ։ Մեր հասարակությունն է շատ կախյալ սոցկայքերից։ Դու չես տեսնի Ֆրանսիայում իրար հետ սեղանի շուրջ նստած սրճարանում որևէ երիտասարդ կամ ահել Instagram զույգի ունեցող ինչ որ երբեք 150 նկարով իսկապես չեն Հա, անում։ չէ, Իրենց մոտ իսկապես։ կոնկրետ աստղեր են, կներեք, դերասանը, երգիչ է կամ քաղաքական գործիչ է, ինչ որ կոնկրետ գործունեության մարդ է, եւ վերջ։ Եվ նրանք չեն նկարում ամեն ինչը ու գցում Instagram, եթե դրա մասնագիտությունը չունեն։ Եվ նրանք չեն դիմացինի մասին մտածում ու դատում, որովհետև նա ունի կներես շատ հետևորդ կամ այ այսքան միլիոն որ ցույց են տալի, այսքան էս տարի իմ դիտումները եղան, ակտիվությունը, հա, ստատիստիկան։ Ամեն դեպքում շատ բլոգերներ, ովքեր իրենց բլոգը հավաքել են ժամանակին այդ body positivism-ով, այդ սիրեք ձեզ ինչպիսին դուք կաք, չգիտեմ, դուք պարտավոր չեք ոչ մեկին ոչինչ, ինչի հետ թերևս համաձայն եմ, ինչ որ պահից, թե պլաստիկ վիրահատություն, թե ինչ որ դաժան դիետաներ, թե ինչ որ միջամտություններ դեմքին, որին նույնպես ես որևէ քննադատություն չունեմ, դա յուրաքանչյուր անձի ընտրությունն է, բայց այդ ռոպագանդան, որ ես հիմա այսպես եմ, իմ տրավմայից ելնելով, իմ տրավման վալիդացնելու համար ես կպրոպագանդեմ body positivism-ը, հետո ամեն դեպքում ֆինանսական հնարավորություններս էլ թույլ կտան, այդ մի միլիոնները կաճեն եւ ինչ որ կլինիկաների հետաքրքիր կլինի համագործակցել ինձ հետ, ես կտրուկ կսկսեմ այլ քարոզ։ Ու այդ ստանդարտների մեջ այդ կինը, ով նազեն ինչի, բայց կոպը կախված է, շփոթվում է ու չգիտի ինչ անի։ Ուզում ասել դու չունես խնդիր չունես դրա հետ, ես էլ կարող է այդ դրա մեջ խնդիր ունենա։ Մի բան ասեմ, բոլորինս։ Ես որ ինձ հիշում եմ շատ երիտասարդ տարիքում, երբեմն մեծերի սեղանի շուրջ ինչ թեմաներով էի վիճում ու ինչ վստահությամբ, երևի իմ կյանքում են քիչ բաներից է, որ ամաչում եմ, անկեղծ։ Իհարկե ինձ դուր է գալիս այդ վստահությունը եւ նաեւ անչափ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ բերանս չէին փակում, ասեն բան աղջիկ ջան, ասենք, եկած գնա թռի ջուր բեր, օրինակ։ Չէ, հետաքրքիր է, որ երևի այդ վստահությունը, որ դու անհատ ես եւ պետք է քո կարծիքն արտահայտես, որքան էլ այն տխմար լինի, այդ этаպում։ Ընդ որում լուրջ աշխարհաքաղաքական, լուրջ եմ ասում, ես հիմա ընդհանրապես չեմ խոսում։ Այն ինչը ես ժամանակին ասել եմ անկախ իմ տարիքի հասունությունից ու հիմա ինչ մեկ նայում ասում եմ, բայց ես օրը ասում եմ, մայրս ինչպես ինձ չէր սաստում։ Եվ այդ շատ կարևոր է, որովհետև այդ տարիքում նման սխալները թույլատրելի են։ Որ տարիքի մասին է դա։ Դե օրինակ 15-16 տարեկան։ Մենք խոսում ենք 30-ից մասին։ Մարդու տարիքը ու հասունությունը երկու տարբեր բաներ են։ Յուրաքանչյուր ոք ունի հասունության իր этаպը։ Շատ դեպքերում լինի բլոգեր թե ուղակի մարդ։ Բլոգերներն են մարդեր։ Սովորական մարդ։ Լինի ուղակի մեկը, թե քո ասած ակտիվ բլոգեր, նա կարող է այդ этаպում ինքն իրեն համոզած լինել, որ ճիշտը դա է, որպեսզի իրեն չցավա։ Ոչ թե որովհետև միայն փող չունի, որ զբաղվի իրենով։ Կարող է իր մեջ չի հասունացել, դեռ որ ունի խնդիր, կարող է չի գտնում, որ ունի խնդիր, եւ նա իրեն այդպես հարմար է զգում։ Ես այստեղ մի բանի հետ համաձայն եմ քեզ հետ, որ ցավոք սրտի իրենց անձնական օրինակը շատ վստահ ներկայացնելով հաճախ դա դառնում է ռոպագանդա եւ այո կարող է վնասել ուրիշին, որը բոլորովին այլ հոգեկերտվածքով մարդ է եւ սոցկայքերը ունեն այդ վտանգը։ Մոտավորապես երբ որ մեկը խալ ունի, ասում ես խալը ոնց անեմ, մյուսը ասում է թելով փոկի, մյուսը ասում է չանես այդ քաղցկեղի բանա, քաղցկեղ առաջացնող բանա ու բայց մեծ քանակի մեջ ասում են քացախը քսի, աղը դիր, ձուն կեղևը դիր, գիշերը քնի, առավոտ մեռի։ Վազելին քսի նոր մեռի։ Մասսայական որևէ բան պետք է շատ մեծ քննության ենթարկվի, որպեսզի չվնասի։ Սոցկայքերը մասսայական ամենալուրջ զենքն են։ Եվ եթե նոր սկսող բլոգեր ինձ հարցներ ինչ չանեմ, ես կասեմ ամեն խոսքիցդ առաջ լավ երկար մտածիր, քանի հոգու ես վնասելու։ Քեզնից սկսած։ Միայն դա, որովհետև օգուտ տալը
Աստված տա, լավ լինի, օգուտ տակ, բայց իսկապես ամենահասարակ բանը, մեկ նայում ես էջեր կան, չէ՞, Facebook-ում, իմ երեխային պետք է այսինչ բանը կամ նայում եմ երեխայի ինչ որ ալերգիկ բան է, նկարել են, գցել են, ինչ անեմ երեխայիս մոտ այսպիսի ցան է։ Նա պատրաստ է ընդունելու անհասկանալի է ում խորհուրդը։ Երևի գնանք բժշկի։ Ես մի անգամ կարդացի, այս տատիս 3 օրա խրխռում է, ինչ անենք։ Շատ լուրջ։ Ու այնտեղ մարդիկ լուրջ հարցեր են տալիս, ինչ որ մեր պատիեստի բժիշկները, ասվածները, հա։ Ոնց է խրխռում, ինչ ան, ու նման խմբերում մինչև դու ուղարկում ես այդ քո հայցը, գրառումը, մինչև ինչ որ մոդերատոր հաստատում է, միգուցե 1 օր անցնում, 2 օր անցնում, ամենայն հավանականությամբ ոչ թե 3 օր էր խրխռում, այլ մի 5 օրեր կլինի։ Ու ես ապշել եմ նույնը կենթանիների խմբերում է կատարվում, չգիտեմ, շունս 4 օր արյունա հետ տալիս, ես մի անգամ կարդացի, որ what? Իսկ ես վերջերս շատ եմ նկատում, ահա որ շատ, գրեթե ամեն օր, որ նվիրում եմ իմ շանը, փնտրում եմ լավ բարի տերերի, տեղափոխվում ենք, չեմ կարող վերցնել իմ կատվին, չգիտեմ, որովհետև ես իմ ինչ։ Ու գիտես, մտածում եմ, նայում եմ այն զույգերին Ռուսաստանից այստեղ եկած, որոնք վերցրել են իրենց հետ իրենց երեխաներին, ընտանիք բոլոր կենթանիներին եւ ես չեմ պատկերացնում, չէ՞, մեր պատասխանատվությունը ոնց է ձևավորվում։ Մի քիչ խաղացինք այդ շան կամ կատվի հետ, մեծացավ, դարձավ մեծ ու վերջ, էլ հավես չկա, թե այսինքն ոնց ենք էլի, ընտանիքի անդամ չի դարձել, հա, ուրեմն։ Ես նման մարդկանց ընտանեկան արժե համակարգի մասին շատ լուրջ հարցեր ունեմ։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց կենթանի պահող յուրաքանչյուր իրապես կենթանասեր մարդկասի, որ երբ կենթանի ես պահում տան մեջ, սեփական տան այգում, բակում, ինքը դառնում է ընտանիքի անդամ։ Իհարկե ընտանիքի անդամ է։ Ուրիշ կերպ նկարագրել հնարավոր չի, որովհետև իմ շունը նոյեմբերի 30-ին մահացավ։ Ես նման ցավ զգացել էի մեկ էլ հարազատի կորստի ժամանակ։ Ու ասել, որ տալիս եմ շանս, դուրս նետել, հələ տալը մի տեսակ գոնե հոգատարության ինչ որ կոմպոնենտ կա, ամեն դեպքում չգիտենք ում կյանքում ինչա կատարվում, բայց որ ամեն երկրորդ քայլափոխին կարելի է հանդիպել ինչ որ գրառում, որ գտել են մաքրացեղ հովաշուն, գտել են մաքրացեղ հասկի, գտել են մաքրացեղ, կարծես այդ մոլուցքը մոդայիկ լինելու, մոդայիկ շուն ունենալու, sense ինչ որ մի պահ բռնում է, հետո ուղղակի անպետք իրինուման դուրս են նետում։ Ընդհանրապես հասկիները իհարկե Հայաստանում դժվար են ապրում։ Շատ տանջվող, որովհետև շոկ է, չորային է շատ, նրանք ունեն այդ շքեղ մորթին եւ ցանկալի ավելի հյուսիսային երկրներում ապրեն, բայց կան, որ հարմարվել են, ես ունեմ ծանոթներ, որոնք շատ սիրուն պահում են։ Հասանք շներին։ Ես շատ կուզենամ, որ որևէ մարդ, որը լայն հասարակությանը ներկայացրել է իր այս հարցում հաստատուն լինելը ու հետո շատ նորմալ է հասունացել է ու փոխել է իր կարծիքը կամ ձեռք է բերել հնարավորություններ ու որոշել է դիտանկյունը փոխել, բարձրաձայնի դրա մասին։ Շատ ճիշտ։ Չվախենա իր այլ կարծիքը, վերադարձանք ձեր անվանը, իր այլ կարծիքը բարձրաձայնելուց։ Դա էլ է, գիտեք, կարևոր է խիզախությունը գտնել քո մեջ։ Ու ես չեմ ասում անկեղծանալ այնքան, մերկանալ այնքան, որ քեզ վնասեն ու խոցեն։ Իհարկե ոչ։ Չէ, պահեք այդ խցիկային դիստանցիան, բայց ընդունել քո նախկինում ոչ այդքան ճիշտ տեսակետը միայն ուժեղ մարդկանց, կարող եւ ինտելեկտուալ մարդկանց բնորոշ է։ Ես այդպես եմ կարծում։ Շատ համաձայն եմ։ Եվ շատ պոզիտիվ բան է դա։ Այս կապակցությամբ մի կարևոր հարց եմ շատ ուզում քննարկենք։ Հիմա ժամանակակից աշխարհում մեր սերնդից ավելի փոքր աղջիկներն ինձ թվում է շատ դժվար է, մենք հələ գոնե հասցրեցինք ինչ որ ավելի հասուն տարիքում բախվենք նրա հետ, որ շատ երկու իրարամերժ բան են քեզնից պահանջում։ Լինել կանացի հարաբերություններում, ընտանիքում 5 երեխաների մայր նվիրված տղամարդուն եւ այլն, այդ ամեն ինչը, դրա հետ մեկտեղ պահանջում որ դու պետք է լինես շատ կայացած, ինքնուրույն, ֆինանսապես անկախ ու իրանք գուցե այդքան իրարամերժ չեն, բայց շատ իրարամերժ։ Կարծում եմ ինչ որ շատ բևեռային պահանջներ են ամեն դեպքում ու մեզ շատ հաճախ գրում են շատ ավելի տարիքով փոքր աղջիկներ, վերջը ոնց հասկանամ, օրինակ այս դարում, հա, այդ կին լինելը, թույլ կին լինելը էլի այդ արտահայտությանը գանք ու առհասարակ
որ ճանապարհն է պետք բռնել, ինչն է ճիշտ։ Ու գիտես, երևի էլի ամենաճիշտ մարդկանցից դու ես, ով կարող է իր կարծիքը հայտնի մի քիչ ուղղորդի, մեզնից շատ ավելի Իր փոքր։ զրո անձնականով ընտիր կարծիք հայտնող Ինչ եմ։ կասեիր դու անձնականի մասին չգիտես իրոք խոսքը։ Այ եթե հիմա քեզ այս հարցը տար 18 տարեկան աղջիկ։ Ոչ թե հենց անձնականի հետ կապված, այլ ոնց անեմ, բալանսը պահել։ հա, ու որ կյանքում հնարավորինս ճիշտ ընտրություններ կատարեմ, որովհետև ես նոր եմ մտնում մեծ կյանք, այդ մեծ կյանքը ինչ որ անդադից ինձ ինչ որ բաներ ա ուզում, ես չգիտեմ վերջը ինչ անեմ դրա հետ, բայց ուզում լինեմ երջանիկ։ Օրինակ 35 տարեկանում ուզում եմ հետ նայեմ իմ 18 տարեկանի ընտրություններին ու լինեմ դրա մեջ գոնե թե ներդաշնակ, ինչքանով որ դա հնարավոր է։ Իհարկե 18 տարեկանում բարդ կլինի անել ճիշտ ընտրություն։ Այնտեղ ավելի շատ խոսում են հորմոնները։ Այո։ Հետո սիրահարությունը ունի յուրահատուկ կուրացնելու կարողություն, ես դա իմ կյանքում եմ հիանալի հիշում, ու մենք նաև ունենք իդեալական, իմ ամենասիրելի բառերից է հայկական իրականության մեջ ինադու բառը, ես չեմ սիրում, որովհետև կիրառում եմ, այլ որովհետև բնորոշ բառ է, եւ 18 տարեկան, այսինքն պատանեկան դեռահասային տարիքում իհարկե այդ ինադուն ավելի շատ է աշխատում, քան ինչ եմ ես ուզումը։ Ու եթե ես իմ քրոջ աղջկան Նազուկին խորհուրդ տայի ու եթե տալիս եմ, ես իհարկե խորհուրդ կտայի, որ հասկանա, արդյոք դա իր ցանկությունն է, կամ այդ տղան արդյոք իրեն է դուր գալիս, թե ընդհանուր ընկերուհիական միջավայրում քննարկել են ինչ հավեսն է, ինչ քյութա, ինչ, չգիտեմ, ձեր բառերով, եւ կրաշա։ Արդյոք իսկապես քեզ այդ տղայի հետ այդ տարիքային ցենզի մեջ հետաքրքիր է թե ոչ։ Նախ դա։ Երկրորդ, ծանր ու ոչ այդքան լավ կացության մեջ, ինչպես է այդ տղան իրեն դրսևորում։ Ես ուզում եմ ասել, որ այս տարիքային հարց չի, տեսակային է։ Ինչպես 18-ում է դրսևորելու, նույն կերպ դրսևորելու է 38-ում, հետո 51-ում եւ այլն։ Արդյոք քեզ հարգում է։ Այս этаպում, քո տարիքում քեզ հարգում է իբրև անհատի։ Եթե հարգում է, ուրեմն արդեն լավ է, արդեն մեծ գործը արված է, մնացածը ժամանակի ու իրար հետ էլի էս հարաբերվելու փոքրիկ մասնիկների բանն է, որ իրար վրա որ դնում են ու պրեսով սեղմում են, այդ մասնիկները, չէ՞, մանրագույն սկսում են իրար հետ հարաբերվել ու դառնում են մեկ ամբողջ։ Ես կարծում եմ, որ եթե տղան ձեզ ուրախություն է պարգևում, ծիծաղեցնում է, ոչ թե անընդհատ լացի ճանապարհով է տանում, էլի արդեն լավ է շատ։ Իհարկե չեմ ասում, որ մենակ անհեթեթ ծիծաղը լավ բան է։ Նկատի ունեմ, կարելի է թեթև ու ուրախ ձևով անցնել զարգացումները, էվոլյուցիան։ Միայն լացով չի որոշվում հոգեվորությունը։ Ու շատերը ունեն թյուր կարծիք իմ մասին, թե ես միայն լացում եմ, բայց այդպես չի։ Ես շատ ահավոր ցինիկ հումոր ունեմ։ Նենց այդպես չի։ Բոլորովին։ Բայց լացելիս լավ սրտանց լացում եմ, մանավանդ պատարակներից ես իմ ազատությունը գտնում եմ, իմ բարձնելը շատ լավ ընկեր, բարձիս հետ եմ լավ հարաբերությունների մեջ լացելիս նկատի ունեմ իմ երբեմն թախծոտ խոսքը օրինակ մեծ մասաներին ոչ թե ես տխուր եմ այդպես կանգնած, այլ իրականության ցավի արտահայտումն է, որը չեմ կարող անել ուրախ ու շփիտով։ Բայց այդ չի նշանակում, որ անգամ իմ ամենացավոտ պահին ես ինձ կողքից նայելով չեմ կարող ինձ վրա ծիծաղել կամ իհարկե նույնիսկ ամենամտերիմ մարդկանց կորստի ժամանակ ես տարօրինակ հումորներ եմ անում, որ այդ ցավը պարպեն, մեղմեն, մի քիչ մարդկային լինեն, որ չեմ ուզում իրենք իմ ցավը տանեն, հա։ Թեև այդ արտահայտությունն էլ է մեզ բնորոշ։ Ես խորհուրդ կտայի սիրունիկ մեր աղջիկներին ու մեր սիրունիկ տղաներին փորձել խոսել իրար հետ։ Այդ դժվար է, բայց շատ մեծ բան է։ Հասկանալ, մունատ չգալ։ Ու քյարթիզմը այդ արհեստական հանել, մի տեսակ ոնց ասեմ, հին է, հետաքրքիր չի, ոնց ասեմ, անիմաստ է, ոչ միտեղ տանող է։ Ես դպրոցահասակ էի ու իմ ճամբարի տղաներից մեկը եկավ իմ դպրոց։ Առանց ասելու, այն ժամանակ հեռախոսներ չկային, դե տնային հեռախոսներն էին։ Մեկ էլ տեսնեմ այդ տղան եկել է մեր դպրոցը, ու ես էլ ուրախացած ինչ հավես ա որ եկել ես բան։ Ու դասերից հետո դուրս եկանք այգում զբոսնելու։ Օրը ցերեկ, դասերից հետո ես անկախ մարդ, երբեք իմ դասարանի տղաները ընդգծված ջերմությամբ չեն եղել իմ նկատմամբ, ես լրիվ իմ աչքը քաշած ուրիշ տիպի մարդ եմ եղել։ Մեկ էլ տեսնեմ, տես մի 10 քանի հոգով հավաքվեցին, շրջափակեցին, հասկանան այս տղան ով է, որտեղից է, ինչացու է։
Ես առաջին անգամ որպես կին բախվեցի նրա հետ, որ իմ կյանքում խառնվում են ինչ որ տղամարդիկ, որոնք իմ կյանքի հետ ունեն զրո առնչություն։ Բացի նրանից, որ ֆիզիկապես մենք նույն դասարանից ենք։ Հանած մի երկու լավ տղայի, որոնց հետ նորմալ ծանոթներ ենք, էլի, համադասարանցիներ։ Այդ իմ առաջին դասերից էր, որ ես հասկացա, ես միայնակ ավելի ապահով եմ իմ երկրում, քան ես, երբ որ կողքից կա տղամարդ, որովհետև ես այդ տղամարդու համար պատասխանատվություն եմ կրում։ Ու առ այսօր, տես ինչ հետաքրքիր բարդույթի մասին ենք խոսում, որը ես իմ մեջ գիտակցում եմ, որևէ տղամարդ իմ կողքին որ քայլում է, լինի քրոջս որդին, լինի ուղակի իմ ընկերը, լինի բոյֆրենդը, իմ նախկին կամ ապագա, ես հասկանում եմ, որ իմ անգամ հագուստը անմիջականորեն անդրադառնալու է այս տղայի վրա։ Ու փողոցում, եթե ինձ մինչև այդ վատ գրեհիկ նայում են, ես որպես կին պատտվում ասում եմ ձեզ դուր կգա, թե ձեր մայրիկին ու քրոջը ու դստերը այդպես նայեն, իրանք ազդվում են, ապա ես իմ տղամարդու հետ, եթե տեսնեմ նման նայողին, բան չեմ ասի, որտեղ կռիվ եմ ձևավորելու, իրար տան սպանեն, հերնանից են, այդ խեղճ միակ տղամարդը գնա արագ անցնում ենք նայքի կոզի մա ինչ բնորոշ ախր ոնց մի բան ասեմ Թումանյանը իսկապես է հանճար եղել ամեն ինչը գրել է գիտես որ բան չի թողել ամեն ինչը գրել է հեքիաթներ չեն դրանք լեգենդներ չեն դրանք այսքան լեգենդը հիմքով է գալիս ճշմարտության վերջը սա ծանր խնդիր է շատ ծանր խնդիր է Ես երեք այդպես իմ երիտասարդ ընկերներից մեկի հետ լոկ ընկեր քայլում էինք փողոցով ու ես տեսնում էի մարդկանց հայացքները Անշուշտ կան բարի հայացքներ, որոնք ուրախանում են, որ ինչ լավ է վերջապես։ Ստացվեց։ Նման մի բան։ Էլի սխալ կարծիք է, բայց դե այլ կարծիք է թող ունենա իրավունք։ Բայց նայում են, շատ են նայում ու շատ չեն հասկանում, որ անգամ իրենց հայացքով մտնում են մի մեկի կյանք, որը գուցե պատրաստ չի, որ դուք մտնեք իր կյանք։ Ու երբեք չի տվել իր համաձայնությունն ու թույլտվությունը։ Ու ես ինչ որ մի էտապից իմ կյանքում երբեք չեմ խոսում անձնականից ինչու, որովհետև այդ տղամարդը ունի նույնքան իրավունք մասնավոր կյանքի, որքան ես ցավոք սրտի ես չունեմ դրա հնարավորությունը, բայց նա ունի դրա իրավունքը։ Ու ավելին, վաղը չէ մյուսօրը, երբ որ ինչ որ մի բան չի ստացվում, Ինձ իհարկե հիացնում է մեր տարբեր գոլեգաների ազատ պատմությունները իրենց անձնականների մասին, բայց ես ինչ որ մի էտապում իմ այդ սխալները հասկացա ու այլևս երբեք չարեցի, որովհետև այդ տղան լինի դերասան, անհայտ բիզնեսմեն թե ինչ, հետո ունի իրավունք ուրիշ կյանք ձևավորելու, որը քեզնից դուրս է։ Եվ պետք չի նա մնա քո ստվերում ամի ամբողջ կյանք այս սրա ընկերներ։ Հասկացանք, փոքր հասարակություն ենք, մարդիկ չձևավորեն նոր կյանք։ Ես ունեմ բազում ծանոթներ, որոնք իրենց 38, 40, 45-ում բաժանվում են, լրիվ ուրիշ նոր ընտանիքներ են ձևավորվում, եւ ես երջանիկ եմ նրանց համար։ Ոչ թե որ բաժանվել են, այլ որ ազնիվ են եղել, բայց եւ գտել են նոր սեր եւ իրար չեն վնասում։ Ու ունեն համատեղ հետաքրքրություններ, մնում են լավ ընկերներ, արդեն հաճախ համատեղ երեխաներ, պարտադիր ու շատ սիրուն ձևավորվում են առողջ երեխաներ, որովհետև ոչ ֆորմալ բաժանված ընտանիքը դեռ չի նշանակում չբաժանված։ Իհարկե։ Իսկ երեխաները զգում են այդ։ Առաջինը հենց երեխաներն են զգում իմ կարծիքով, ու առաջինը հենց իրենց վրա է անդրադառնում այդ էներգետիկ միջավայրն ու լարվածությունն ու նեգատիվը։ Հայկան, հետո կներես մի բան ասեմ, նայ դու տղամարդկանց ես հաղաղում անում։ Բայց ես հիմա չէ, հիմա մի բան ասեմ, օրինակ ես շատ եմ տեսել տարբեր մայրերի, որոնք ասում են հերը։ Բայց մի տեսակ արհամարանքով ու կամարանքով ու արդեն ստորադասելով է տղամարդուն։ Հիմա այդ տան ընտանիքի աղջիկը կամ տղան որդին ինչ որակով է ընտրելու իր կնոջ ապագա։ Տղամարդու դերը իր կյանքում ինչ դեր է ունենալու։ Արդեն թերացված։ Շատ համաձայն եմ։ Ես եղբորս մամայից հիշեցի, որ ասում էր դուք ձեր հոր 10% տղամարդ որ գտնեք, ես բան չեմ ասի։ Շատ լավ մեսեջ է։ Հանկարծ որ բողոքում ենք, ու չգիտեմ ինչ էս ինչ ֆանտաստիկ մեսեջ է։ Վայ, վարքյան։ Ես եղբորս այլևս նախկին կնոջ հետ ֆանտաստիկ ջերմ հարաբերություններ ունեմ, կարծես քրոջ պես։ Ունեն երկու երեխա։ Հա ինքնա։ Ունեն երկու երեխա։
Նորից ճվան։ Հրաշք երկու երեխա իմ թուլությունն են երկուսնել ու հանրությունը շատ զարմանում եմ, շատ եմ լսել կարծիքներ, որ դե երևի երեխաների համար է ձեր մտերմությունը շարունակվում, ոնց հնարավոր է նախքին տալու հարս այսքան մտերիմ լինեն, Բայց ինչի պիտի թուր թվանք լինեն, որովհետև այդ այնքան ընդունված է, այդ այնքան տարածված է, այդ կողմնակալ մի բան էլ վերաբերմունքը, ասեմ, շատ քիչ մարդ է կարողանում բաժանվի հարգալից, առողջ, առանց իրար նեղացնելու։ Ինչու՞ն էլ։ Ես կարծում, որովհետև մենք ոնց հարաբերություն կառուցել չգիտենք, տենց էլ հարաբերություն ավարտել չգիտենք։ Մենք եկանք նրան, որ ընթացքն էր սխալ։ Այնպես չի որ վերջնա վատ եղել։ Ընթացքը սխալ է եղել, չեն խոսել իրար հետ մարդիկ։ Խոսելը, այդ խոսելը։ Եթե ընթացքում չեն խոսել, վերջում հաստատ չեն խոսի, ճիշտ է։ Կանայք ակնկալիք ունեն, որ տղամարդիկ իրենց մտքերն են կարդալու, տղամարդիկ էլ ակնկալիք չունեն առհասարակ հանգիստ թողեք ինձ։ Բայց դու գիտես, Հայկան, ինձնից ինչքան ժամանակ պահանջվեց իմ կյանքում, որ ես հասկանամ, որ տղամարդիկ մտքեր կարդալ չգիտեն։ Ինչքան։ Երբ որ դու ակնհայտ է, չէ՞, բայց ակնհայտ է, որովհետև մենք կանայք մտքեր կարդալ գիտենք։ Այո, ոչ բոլորը։ այո։ Բոմբանք, կոնկրետները։ Ու ինձ թվում էր, որ դա այդպես by default, հենց է ինքնըստինքյան է։ Բոլորը բոլորի մտքերը կարդում են։ Ոչ։ Ընդ որում ես կարդում եմ ոչ միայն տղամարդու մտքերը, ես կարդում եմ իր նախնիների մտքերը, իր գենետիկ մտքերը, իր պահի դեռ չձևավորված միտքը։ Այն ինչ որ մի տարուց ինքը մտածելու է, այն ինչը դեռ չի եղել, եղած կոնֆլիկտը արդեն բան, այդ բնականաբար շատ անպաշտպան մարդու բան եմ հիմա ես ասում, որովհետև մեր հասարակությունում դու ամեն ինչ ես բացի պաշտպանված լինելը։ Այդ փաստ է։ Մենք խոսում ենք կանանց մասին եւ տղամարդկանց էլ։ Ջահել երեխեքը ինչքան է լինում, որ մի տեսակ այդ ծանր բակային իրականության միջով անցնում են, իհարկե կոփվում են վերջում, դա ձևավորում է նրանցից, մեկ-մեկ իրար սխկում են, հետո դառնում են ամենամտերիմ ընկերներ, բայց լիքը երեխեքան մնում են այդ տրավմաներով ու վախերով, ինչևից է։ Հիմա մենք որ մտքերը կարդում ենք, մեզ թվում է, որ այդ խեղճերը իրենք էլ են մեր մտքերը կարդում։ Եղբայր խոսեք իրար հետ, չեն կարդում մտքեր իրենք։ Եկեք ընդունենք։ Ընդունենք անցեք առաջ։ Հենց այդ པարզ ճշմարտությունը հասկանում ես, ամեն ինչ տեղն է ընկնում։ Մի տեսակ այդ puzzle-ը հավաքվում է։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ չի հավաքվում, այդտեղից հեռանալու process-ն է արագանում։ Շատ վատն է զգում։ Չէ, ամեն դեպքում արդեն գիտեի ինչ ասելու։ Ընդունենք, որ կան տղամարդիկ, ովքեր չեն սիրում խոսել։ Ունենք իմ կյանքում նման տղամարդ եղել է։ Շատ նորմալ է։ Որ նստում ենք խոսել, ասենք, չգիտեմ, ես ինչ բան ունենք քննարկելու, ասում եմ, Հելենա ինչ լավ եղանակ է։ Հելենա ինչ գեղեցիկ վայրում է։ Իսկ ինչու էր այդպես վարվում։ Որովհետև ամեն դեպքում ասացներիս կամ գալիք ասացներիս ճշմարտացիությունը հստակ էր, որ ավելորդ չեմ խոսի ինչ որ հիստերիկ պահանջների մասին չերես չեն, չէ՞, կար խնդիր, պետք էր քննարկել։ Խուսափող, հստակ խուսափող քաղաքականություն, որ ես պիտի ասեմ, ինչ որ մի բան պիտի ասի հետո, բայց ինձ մոտ հարցեր պիտի առաջանա եւ այդ ֆիրիկ գեղեցիկ երեկոն, գեղեցիկ միջավայրում հանկարծ պիտի դառնար հարցուպատասխանի միջոցառում։ Մի բան ասեմ, շատ դժվար է լսել ճշմարտություն։ Իհարկե։ Որևէ տեսակի։ Իհարկե։ Ես իմ ընկերուհի Սոֆի Մխյանին ինչ եմ շատ սիրում, բացի նրանից, որ նա հանճարեղ ընկերուհի է ու բացառիկ դուստր։ Մենք իրար հետ տարիների ընկերության մեջ սովորել ենք իրար ասել տհաճ ճշմարտություններ։ Նա երբեք դա ինձ հետ չի անում։ Բայց սովորել է։ Բայց այնքան արժանապատիվ ու գեղեցիկ ձևով է լսում եղած խնդիրը։ Եվ ես գիտեմ, որ այդ ծանր բան է։ Ես ունեմ ընկերներ, որոնք ինձ ասում են ճշմարտությունն իմ մասին ու իմ արած սխալի մասին առանց ինձ սպանելու կարողանում են այդ վիրահատական միջամտությամբ առողջացնել։ Կարևորը չսպանելը։ Բայց քանի հոգու բախտ է բերել այդպես կյանքում։ Քիչ։ Իսկ դու պատկերացրու, որ դու քո տղամարդուն մոռանանք, որ քոնն է X տղամարդուն մի շքեղքին հերթով շարվածքով տալիս է նրա հիվանդությունների խնդիրները, ասում է որտեղ ուռուցքներ ունի, ինչ քարկապեր ունի, եւ այդ տղամարդը իրեն այլևս չի զգա լիարժեք, որովհետեւ մինչեւ այդ խափում էր թե լավ է։ Հետո չի կարողանալու խափել։ Ու գտել է տարբերակ արևով ու լուսնով շեղելու։ Ես չեմ ասում լավ է։ Հասկանում ես, բայց այդ խնդիրը շատ ուրեմն լուրջ խնդիր է, էլի։ Չէ, նույնիսկ այստեղ արդեն մենք կոնկրետ անձից խոսելիս ինչ որ հոգեկառուցվածքի մասին ենք խոսում, բայց եթե ընդհանուր խոսենք, հա իհարկե դժվար առերեսը։ Իսկ ավելի նորմալանում է, երբ որ դու ասում ես, այ օրինակ սենց, մեկ էլ է սենց ամ։ Հա,
բաս էիր։ Մի բան ասեմ, իտո բեղվել, ասի սիրուն արև էր։ Ոնց բաս էիր։ Ասում եմ, պարտադիր ոչ վերբալ դու ամեն ձևով ասում ես դրա մասին։ Մազերը տեսեք անում։ Այդ օրը կարմիր շրթներ կես սկսում, որը նշանակում է stop sign է դա։ Հազար ու մի բաներ ես անում, թարթիչների, հա ասելով չի մենակ, բայց ասելով է։ Այդ հիշեք։ Այդ բանը տենց մի արտահայտություններ անում պապիկս դուս խոսքներշին են ասում, ես չգիտեմ ինչքանով է դա ակտուալ մեր օրերում, բայց ամեն անգամ կրկնում է դուս խոսքերշին են ասում։ Մամաս գիտես ինչ էր ասում։ Մարդը նեղացնողի մոտ է գնում, ինչ որ տենց արտահայտություն է հին ժողովրդական։ Ես շատ էի մտածում, ինչ է մարդը ճիշտ մարդը նեղացնողի մոտ գնում։ Հետո հասկացա երևի, երբ որ դու պատրաստ ես դիմացինին նեղացնելու, նշանակում է, որ դու լրիվ անկեղծ ես, երևի, այդպես տարօրինակ մտածեցի, ու եթե դու լրիվ անկեղծ ես ու նա լսի իր մասին ճշմարտությունը, ուրեմն հաստատ կփոխի ինքն իր մեջ ինչ որ բաներ։ Բայց բաներ կան չենք հասկանում ժողովրդական ասույթի մեջ։ Ես մեկ որ լինում է տենց շողուլից ընկնում եմ, հալվում հոսում եմ միտեղ կազմականդվում եմ պատեմ տալիս ինձ հանգում եմ Նելիին զրում ես զրա վերջացրակ զանգես ու տենց ես գնում եմ լացում եմ վերջացնում եմ սես մի հատ էլ հայր մեջ նայում եմ չգիտեմ ինչի մեկա չի տեսնեմ դեմքս հանգում եմ ասում հանգստացել եմ ու սես դնում շարումա դիմացս մի հատ էլ այդտեղ եմ սկսում ասում լավ գնա հանգստացի հետո ինչ է լինում որ է տա լինում որ է տորիա հասնում ցանկացած հավանական բան ինքը սիրում է մի քիչ սիրում ինչ եմ սիրում դրամա հա լավ իսկ կարող է ուղղակի ուզում ազատվել տարբեր բաներից առիթը գտնում է ձրալու ինչա լացելը մեկ շատ լավ բան է շնորհակալ եմ այ շնորհակալ եմ մերսի շատ հիանալի բան է լացելը շատ հա իհարկե ինձ մոտ այդքան լավ չի ստացվում իմ մոտ նենց լավ է ստացվում ցանկացած անհասկանալի վիճակում նա նորմալ մարդ մի հատ է բայց ցանկալի է ամեն դեպքում հետո հասկանալ ինչի էր դե ցանկալի է հա դե չէ հետո անդադ վերադառնալու ես դրան շատ վախենալու է այդ երբ որ դու գիտես ինչը ինչից հետո է լինելու եւ ինչը ինչու է լինում այդ շատ վախենալու է ես օրինակ հիմա էլ չեմ կարող կյանքս հետ տալ որ չլինեմ այսպեսին բայց ես այդ այնց որ լացում ջիգարով սնկրտալով այդ բառը սնկրտալով բան ուղիղ մի րոպե հետո ես նելի չունեմ որ զանգեմ բայց սրանից հետո կօգտվել ես ինքսից մինչև մարդու կդուրս է գալիս ինքսից կողքից նայում ասես եմ ոյ աստված իմ ինչ պատկերով մի հատ ու գիտես ինչ արագությամբ եմ հավաքվում ոնց որ երկու տարբեր մարդիկ բայց ես հստակ հետո հասկանում եմ հորմոնալ խնդիրեր, արևներ վատ ծագել, թելիալուսիներ օրինակ, չգիտեմ, իրականում այն վաղուց մեջս թողած խնդիրներ, որը հիմա պոռթկած, թե իսկականից էս կորուստի ցավներ, հա, բայց այդ շատ վախենալու է, այդքան որ փորում ես քեզ, դու ավելավա լացի ու զանգի լացել, սնկրտալ, կազմականդվել, այդ բառը լավ բառ չի մի քիչ չէ ցանկալի է հետո հավաքվել այդ բառը հեչ լավ բառ չի որովհետև ուղեղը թա չի հասկանում որ դու ուղղակի ես ասում կազմականդվելը մի վարքանի գործ է կազմականդվելը մի վարքանի գործ է իսկ հավաքվելը տարիների մենք դնթեի մակարդակում կազմականդված ենք դրա համար էլ հիմա չենք հավաքվում իմ դասախոսներից մեկը որ հոգեբանություն էր սովորեցնում միշտ ասում էր հիշեք քանդելը հեշտ է այնտենց նստեք, բացատրեք ինչ էր մարդու դիմաց հետ հավաքելա պետք է հետո այդ քանդածը ու այդ է դժվար լինելու դրա համար ես կարծում եմ որ տղամարդիկ պետք է ընտրեն ոչ ինտելեկտուալ կանանց այնինչ պետք է ապացուցել այս էպիզոդը որպեսզի ոչ կազմականդվեն ոչ անիմաստներ ինտելեկտուալները ինչ անեն այ եկանք իմ հարցին նաս որ տուն մաքրեն սպորտ անեն փոշի սրբեն գիր կարդան բիզնես անեն առողջ կյանքով ապրեն մազերը թափվեն որոշումներ կայացնելուց ընկերուներով գնան խմեն գինի իրար մեծարեն գնան տներով բարձին լացեն ապրեն հանգիստ իրար մեծարենը շատ լավներ հա իրար մեծարեն որովհետև այդ տղամարդիկ վերադառնալով իմ հաղորդման սկզբում տված հարցին այ հենց այդ դու օրինակ բերեցիր որ դուք գնացել եք բանը հասել էր նրան որ ինքն այնքան
կամք եւ պլոճիկ էր ունեցել, որ գրեր քեզ կամ կապի դուրս մարդիկ ընդհանրապես դա էլ չեն անում, որտեվ ի սկզբանե լրելիային որոշում են, որ սա իմ խելքի բանը չի։ Մտնելու տեղը չի։ Այսի մտնելու դաշտը չի։ Եկեք ես այսօր դառնամ տղամարդկանց փաստաբանը։ Մենք բաց կթողնենք քեզ։ Չէ, ես չունեմ շտապելու տեղ, ձեր եթերի քանակի բանն է։ Դու գեղեցիկ, շքեղ կայացած ձեր գործի մեջ հաջողակ իրենց տեսածն եմ ասում։ Պինդ, ասելիքա իմացող մարդիկ եք, աշխարհ տեսած, տարբեր տեղերում ճամփորդած։ Այդ մարդը մտածում է, եթե քեզ գրի, ստանալու է մերժում։ Ինչի՞ է տենց մտածում։ Որովհետև հազար անգամ բոլոր ստուգել է։ ֆլյուիդներով այդ ասում ես։ Հայկան։ Նախ Էլի եկեք խնդիրը սկսենք ես եմ։ հասկանանք։ Չէ, անձնապես դու չէ։ Իր մտապատկերում այս աղջիկը իրեն ասելու է, չէ, ու դա նորմալ անվստահություն է։ Այլ հարց է, որ կարող են այլ հիմա ես էլ ունեմ օրինակ ինձ մեկ գրող մարդիկ, որոնց վստահությունը ինձ վիրավորում է։ Ահա, կա տենց բան։ Ուզում ես ասես դե խնդրում եմ, չէ։ Ավելին նաթով է գրում է բարև, բոլոր ստորիներին reply, բան լատինատար բարևը, դե բարևն աստուն է, կարելի է մի անգամ բարևել, բայց սպասում եմ բարևից հետո ինչ է գալու, բարև։ Այս չես պատասխանում, հա? Աստղային մեծամիտ բան։ Կես միլիոն գրողը տանի, կես միլիոն մենակ Instagram-ում ես ունեմ հետևորդ։ Մի գեղեցիկ օր, որ նրանք բոլորը որոշեն գրել, ես այդ օրը կմեռնեմ, ուղղակի ֆիզիկապես այդքան հեռախոսս կմեռնի, բան կքանդվի աշխարհը, չես հասցնի։ Մի միլիոն տարի է պետք որ դու ֆիզիկապես այդ բոլորին հասցնես բարևին, պատասխանել բարև, որից հետո գալու է ոնց ես։ որից հետո գալու է ինչ որ մենք չենք խոսում այս դեպքերի մասին, բայց ինձ ոչ միշտ, ավելի հազվադեպ, ես կասեի հազվագյուտ, բայց գրում են օրինակ, որ Նազին ջան, դուք չգիտեմ, ինչ հետաքրքիր մարդ եք, շատ կուզեի ձեզ հետ շփվել, ընկերաբար օրինակ հավես կլիներ, հետաքրքիր կլիներ։ Հավես կլիներ։ Հա, հավես կլիներ, հետաքրքիր կլիներ։ Այստեղ երկու հետաքրքիր բանալի բառ կա, որպես ընկեր։ Ու հավես։ Հավեսը դե հուսով եմ։ Հետաքրքիրը կասկածի տակ եմ դնում, բայց Համենայն դեպս քեզ ինձ հետաքրքիր է այդ բառը, որովհետև մեր հասարակության մեջ շատ քիչ տոկոս տղամարդիկ են հավատում կին եւ տղամարդ ընկերության։ Մի ասեք այդ բանը ճիշտ ասալա։ Ես հավատում եմ, ես դրա ամենավառ ապացույցն եմ։ Ես ունեմ ընկերներ, որոնց հետ ապրել եմ արդեն 30 տարվա մեր խառը իրականության մեջ մեր կյանքը։ Մեկը պատանեկությունից է ինձ լավ իմաստով օժիտ մնացել, մյուսը իմ նախկին ընկերուհու ընկերն է, որը ընկերը մնացել է, ընկերուհին չկա, ընկերը հիանալի տղա է, մեր եղբայրն է, բառացիորեն իմ ընտանիքի անդամ եղբայրն է, եւ երբեք չի կարող այդտեղ լինել ուրիշ հարաբերություն։ Երրորդը իմ ընկեր Ավետ Բարսեղյանն է, որի բոլոր ընկերուհիների հետ ես շատ սիրով շփվել եմ, ծանոթացել եմ, բայց իր կնոջ Անիի համար խենթանում եմ ուղակի ու չի կարող Ավետը լինել առանձին առանց Անիի, բայց իմ ընկերն Ավետն է ու այդտեղ չի կարող լինել ուրիշ թեմա եւ այդպես շատ չեն իհարկե չխափեցի, բայց ունեմ կոնկրետ տղա ընկերներ ու ինչն է կարեւոր ինձ անընդհատ ասում են ուրեմն նրանք զսպում են չեն ասում որ ունեն այս այն ժողովուրդ ամեն կին ու տղամարդ պարտադիր չի իրար ուզեն այդ ոնց բացատրենք բնավ պարտադիր այդպես չի աշխատում հա ոնց որ ամեն ծաղիկ չի որ թունավոր չէ ծաղիկը գեղեցիկ է բայց նաև կարող է լինել թունավոր դու կարող ես որպես մարդ շատ հետաքրքիր լինես որպես կին հարաբերությունների համար այդ մարդը հասկանա որ չէ ու նորմալ է եւ հակառակը Ես ինձ շատ վերանայեցի իմ տղա ընկերների շնորհիվ, որովհետև խենթանում եմ նրանց համար, բայց գիտակցում եմ, որ որևէ մեկը նրանցից եթե լիներ իմ ընկերը, արդեն անձնական, մենք ամեն օր իրար կհերձեինք։ Այո։ Այսինքն ես, որպես կին ու ընկեր, պատրաստ եմ ընդունելու նրա բոլոր խնդիրները։ Քանի դեռ անձամբ քեզ չի վերաբերվում։ Քանի իմ անձնական ընտանիք, բայց ինչու՞, որովհետև իմ ու նրա քիմիան դրա մասին չի, կին ու տղամարդ հարաբերության մասին չի, այլ ընկերոջ մասին է։ Իսկ մենք ընկերներին ընդունում ենք իրենց ամենավատ սխալներով, այն որ ամոթ սխալներով ընդունում ենք։ Եղի ոնց ուզում ես։
Դե մեկ համաձայն չենք, բայց միևնույնն է ընդունում ենք։ Ինձ մի անգամ իմ տղա ընկերներից մեկը ասեց մի արտահայտություն, որի համար ես իրան հանեցի օդ ու երկար չէի իջեցնում։ Կարոտել էի քեզ Հայկան։ Ուր էիր։ Ահագին լուրես ես։ Ասում է, ինչի՞ց է, որ ես քո հետ ամեն ինչից կարամ խոսամ։ Դարա քո ջղայնանալն է մի տեսակ ուրիշ։ Ես չեմ ներվայնանում քո ջղայնանալուց։ Գնում եմ տուն, կինս նենց, ասի ուրեմն լսի ստեղ։ Ազիզ ջան։ Ես քեզնից ոչ պարտք ու պահանջ ունեմ, ոչ ակնկալիք ունեմ։ Համարցակվես էլ բողոքես, որովհետև վերջում կանգնելու եմ կնոջ կողքը, որովհետև ես քեզ շատ վաղուց գիտեմ քո ճշմարտացիության մեջ կասկածներ ունենալու համար։ Երկրորդ, ես քեզնից ոչ ակնկալիք ունեմ, ոչ շահ ունեմ, ոչ երկու երեխա ունենք, ոչ երեկոյան սպասում եմ քեզ գնումներով, ոչ հանգիստ ունենք իրար հետ պլանավորելու, ոչ հիպոթեք ունենք ընդհանուր, ոչ էլ ընդհանուր բյուջե ունենք։ Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, կարող է իրար թաղենք, կարող է շատ լավ ժամանակ անցկացնենք, ինձ պետք լինես, ես զանգեմ, քեզ պետք լինեմ, դու զանգես, ընկերության մեջ կա անհոգություն, ընտանիքը հոգս է։ Իհարկե, ու պարտականություն, մեծ պատասխանատվություն, ասի դրա համար կգնաս, այն որ օթից կիջնես, թույլ կտամ կիջնես, կգնաս տուն, մի հատ կմտածես քո պահվածքի մասին ու խնձորը պատառաքաղի հետ չհամեմատեսել կյանքում, բայց այդ շատ տարածված է, շատ տարածված է, որ տղամարդիկ ունեն աղջիկ ընկերներ, ոչ թե բարեխիղճ, քեզպես ընկեր, իմ եղել է մանբան։ Մեր կյանքում չի եղել։ Դե նկատի ունեմ իմ տղա ընկերները, ովքեր որ ունեն կանայք կամ ընկերուհիներ, ես չեմ հիշում օրինակ նման քննարկում, հետաքրքիր է։ Իմ կյանքում պատել է շատ շատերին եմ ճանաչում, ով ունեն իբրև թե աղջիկ ընկերներ, բայց այդ աղջիկ ընկերներն ան նկարագրելի աչոք են հավաքում լսած պատմությունների այդ կանանցից բողոքելու։ Դա ընկեր չի Հայկան։ Այդ բամբասանքի ինչ որ տակառներ են։ Այո։ Չէ, նայր, մեր ընկերական միջավայրում անկախ սեռից բամբասանքը արգելված է, ուղղակի արգելված է։ Օրինակ իմ միջավայրում, եթե ինչ որ մեկը գալիս է, բա տեսել ես, որ ասում եմ, չեմ էլ պատրաստվում։ Հետաքրքիր չի ինձ։ Իսկ քո մասին գիտես, որ ասում եմ, եթե այս պահին դու եկել ես իմ մասին, փոխանցես հաղորդես ինչ որ մեկի անհասկանալի բանը, որը խորը կասկածի արժանի է, արդյոք ասվել է թե ոչ։ Այդ արդեն խնդիր է իմ ու քո միջև։ Որևէ բամբասանքի տարածում, մանավանդ հանրային բամբասանքի տարածում, այն որ մեկը մատի ծծել է, որոշել է, ու այդպես դիջ գալիս, այ տեսար դու նա ինչ արեց, ասում եմ, նա իր արածը։ Ինձ հետ ունի 0 առնչություն։ Բան ունեք, եկեք ինձ ուղիղ ասեք։ Ես դա կլսեմ, կընդունեմ, կհասկանամ, հարցը կլուծեմ։ Այս շատ մենք ունենք այդ բամբասանքը տհաճ բան է։ Իմ երազանքի մասին կարող եմ ասել։ Իհարկե։ Երազանք շատ մեծ ինչից։ Մեծ ցանկություն ունեի ստեղծել տարօրինակ ակումբ, ցկցկան պարային ակումբ չէ, ակումբ։ Չամուսնացյալների ակումբ, որտեղ մարդիկ կկարողանային իրար հանդիպել։ Ֆանտաստիկ միտք է։ Դե բայց ռեսուրս չունեմ։ Ինչու՞։ Որովհետև մենք փողոցում իրար հանդիպելը դեռ չենք ընդունում։ Բայց փողոցում ծանոթանալը որս է։ Բարում կամ ռեստորանում նստած լինես, մեկը մի բան հյուրասիրի, արագ հետ կուղարկենք, ասենք ինչ հայրան թույլ տալիս, ես աշխատում եմ, անկախ եմ ինքնուրույն եմ, հա, հայտնի եմ կամ անհայտ եմ, ես չեմ կարող հաշիվը փակել։ Հա, այդ ինչ էր, որ մաքսիմում շլոր ուղարկել, շլորը անշար բան։ Բայց եղել է այն բանը որ շլոր տտու սիրողները եւ բանում ծանոթացնելու որ ասենք հիմա Հայկանին ես ու Նելին ծանոթացնենք մի լավ տղայի հետ անսահման կկոմպլեքսավորվի մեզ կթաղի կբլոկի արագ ու մի դասավորեք ինձ մի դասավորեք ես այդքան չկամ որ արագիլը բերի գլխից գցի իմ տղամարդուն արագիլը ամենտեղ կա եւ ես իսկապես կարծում եմ որ մեր հասարակության ամենածանր խնդիրներից մեկն այն է որ մենք չենք հասկանում որտեղ ծանոթանալ իրար հետ իսկ որտեղ ամենուր է պարզապես մենք մեզ համար դրել ենք վատ կապանքներ սահմաններ ռեստորանը չէ, մեկի հարսանիքին չէ, որտեղ են ծանոթանում օրինակ, կիսահարուստոտ հարսանիքներին, տարբեր մարդիկ իրար կողքի սեղանից, եթե դու հետաքրքրվես, որ ես շատ եմ հարցեր տալիս, որտեղ եք ծանոթացել, միշտ, այս ինչի հարսանիքին տեսանք, այն ինչի հարսանիքին տեսանք, բայց մարդիկ սովորաբար հարսանիքներին 40+ կանանց հետ չեն ծանոթանում։ Օրինակ սա սերնդային խնդիր է։ Սովորաբար այդ երիտասարդ դեռահաս նոր զարգացող ճկնաղիկ աղջիկների հետ են արագ ծանոթանում, շուտ ամուսնանում, տանեն տուն, մաքուր, պատրաստ։
Հա, շատ բան չեն հասկացել։ որտեվ խաղաղ բանալի բառը։ Ես կուզեի այդպեսի ինչ որ ակումբ ձևավորվեր երբևէ որևէ մեկի կողմից։ Սոցհարթակներում ծանոթությունը ծանր հարց է, որովհետև մի բան է ինչ գրում են, մի բան է ինչ են իրականում։ Այո։ Իհարկե աշխատում է եւ կան ընտանիքներ, որ ձևավորվում են, ու ես շատ ուրախանում եմ դրանից, բայց իհարկե գրելու ձևից էլ է երևում ով է։ Տեսնողը տեսնում է։ Շատ, բարև դեզ։ Մենակ այդ չէ։ Գիտես, ես սովորել եմ դրանից այն կողմ նայել։ Կարող է գրեն տրանսլիտով։ Ես ունեմ շատ գրագետ ահավոր ինտելեկտուալ ընկերներ, որոնք տրանսլիտով են SMS-ով իրար մենք իրար մեջ ահավոր ատում եմ դա, ֆիքսենք։ Ու արգելել եմ բոլորին, անել այդ ուղղակի հաստատ չենք գրի։ կան մարդիկ, որոնք չեն հանձնվում դեռ ու սա շարունակում են իրենց տրանսլիտը, բայց ինձ թվում է մենք պետք է կարողանանք ձևավորել միջավայր եւ առողջ հասարակությունը հենց դա է, որտեղ կինը ու տղամարդը հետագայում լինեն ընկերներ, թե դառնան ամուսիններ, թե պարզապես միասին ապրեն, կարողանան ընդհանուր հարթակ ունենալ, ծանոթանալու, իրար շնչելու, հասկանալու իրենց էներգիայով մարդն է թե ոչ, լսելով ձայնը կարող է շատ մեծ դերակատարում ունենալ։ Դու կարող է արտակնապես հավանես մարդուն, որոշ հատկանիշներ շատ սիրես, բայց հենց խոսի մահանաս։ Ես օրինակ ձայնի նկատմամբ շատ զգայուն մարդ եմ ու վատ ձայնով ոչ թե վատ, այլ ոչ ինձ համար հասկանալի ձայնով մարդը ինձ կսպանի։ Ես ունեմ հակառակը, չէ՞, եթե ձայն տեմբրը հանկարծ քոնն է։ Եվ կարող է լավ տեմբրով խփել, անշուշտ դա էլ է աշխատում։ Եթե ձևերը գիտես, այդ շատ կուզենայի։ Ու մեկ-մեկ իմ տարբեր ուշուշ, բայց տարբեր ստատուսների տակ գրում եմ Հեյ ով կա, ձայնի տվեք, եկեք ծանոթացեք, իրար թագ արեք, բայց նույնիսկ այդտեղ քանի որ շատ հանրային է, վախեցնում է, մարդիկ վախենում են դատվելուց։ Այո։ Դատավոր է դարձել հանրությունը եւ հանրությունը դատում է հանրությանը։ Եվ տուժում է անհատը։ Ու դատարկ է մնում կյանքը։ Թերևս թումանազն իմ փոստվելու ժամանակ։ Ես պատրաստ եմ ինքնական խոսել, բայց անձնագիրը ամեն դեպքում հետեւել։ Տրաֆիկինգի զոհեր ես։ Չէ, ես շատ բուլինգից, շեյմինգից ինչից ասես չխոսեցինք։ Դա պահում ենք հաջորդ անգամ։ Եթե դուք աշխարհում սա վերջինն է, ապա մեր հանդիպումն աշխարհում բոլոր թեմաները ոնց կարող ենք տեղավորենք մի հաղորդման մեջ քննարկել այսքան հետաքրքիր հյուրի հետ։ Իրոք, որովհետև շատ անverջ հետաքրքիր է քեզ լսելը։ Այո, իսկ ինձ թվում է ես ցանցրացնում եմ արդեն վաղուց։ Գիտես, ում կարող ես ցանցրացնել։ Ովքեր էժան դոֆամին սիրող մարդիկ են։ Բայց էդ էլ դրա համն էլ անցել էժան դոֆամինի, արդեն էլ չի աշխատում։ Հա, չի անցել։ Я тебя умоляю. Okay. Բազմահազարանոց դիտումները նման տեսանյութերի խոսում են հակառակի մասին։ Եվ բազմահարյուրահազարավոր միտք լսելը բարդ միտք են տեսանկյունից, որ քեզ ստիպելու է մտածես։ Եթե առավել եւս մի քիչ տրամադրված չես, կյանքի հետ փուլում չես, նեգատիվ չես ուզում, մտածելը միշտ է ինչ որ այդքան հաճելի չի։ Հա։ Պերսոնաժը։ Այդ միտքը պետք է վերլուծել, քո սեփական մտածել համաձայն եմ, համաձայն չեմ, եթե համաձայն եմ, բա ի՞նչ է պետք անել եւ այլն։ Այդ բարդ է։ Շատ ավելի հեշտ է ինչ որ ուրախ 2 րոպե ինչ որ բան ասել, այդ դրա համար եմ ասում, որ շատ հետաքրքիր է քեզ լսելը։ Անverջ կարելի է զրուցել, բայց թողնենք մնացածը հաջորդ անգամվա, չգիտենք ինչ ֆորմատային պայմաններում։ Ես նախ շատ ուզում եմ ասել, եթե ես ճմուրը կսարքեմ։ Այսօր խոստացել եմ, չի խոսել դրա ճմուր։ Դացեք դիմացա եւ ոչ մի ակտիվ անգամ չեմ արել, ոչ մի բան չուզեցի։ Ոչ մի բան չեմ ուզել, դուք ինքնակամ։ Բայց ուզում եմ ասել, եթե մեզ դիտորդների շրջանում կան ինչ-որ կազմակերպությունների աշխատակիցներ, մարքետոլոգներ, տնօրեններ, միտքը որ Նազենին տվեց, ակումբ, ոչ թե կլուբ, այլ ակումբ, որտեղ մարդիկ, ովքեր մենակ են, որովհետև սինգլների ակումբ, որտեղ քաղաքակիրթ մարդիկ, կանայք եւ տղամարդիկ կարողանան հանդիպել, ծանոթանալ քաղաքակիրթ ձևով եւ որը կլինի ապահով տարածք եւ վստահելի տարածք ի տարբերություն այլ տարածքների, որոնք միգուցե ինչ որ կասկածներ առաջանան կամ ապահովության խնդիր ստեղծվի։ Ֆանտաստիկ պրոյեկտ է։ Չգիտեմ, ով հովանավորի, լավ ով չէ։
99% դեպքերում ես անձամ կդառնամ ձեր product-ի սպառողը, անկախ նրանից ինչ product է, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, ականջալուր եղեք, որովհետև Նազենին ինչ անում է, լավ անում ու ճիշտ է անում։ Ես ունեմ շատ գաղափարներ ու ցավոք սրտի շատ վատ սեղմ սահմանափակ ռեսուրս։ Եվ անընդհատ ինձ մեղադրում եմ նրանում, որ եթե դու ունես գաղափար ու չես կարողանում գտնել հարմար ռեսուրս, ուրեմն սխալը դու ես։ Ես պետքա զբաղվեմ իմ մարքեթինգային ինչ-որ ուրիշ բաներով, դու ինձ կասես։ Մի բան եմ ուզում ասել, որ վերջերս շատ է աչքիս զարնում։ Սոցկայքերում անալիտիկ ուղեղով դառնալու համար պետք է անցնել ճանապարհ։ Այո։ Որևէ մեկս այդ ուղղով անցել է։ Հա։ Միշտ մենք էլ ենք ունեցել այն этаպները, երբ ինչ որ թեմա գցում էին հանրային դաշտ եւ բոլորս վերցնում քրքրում էինք ու դարձնում էինք մատի փաթաթան, որ เป զի ամեն մեկը իր պատճառը ուներ, հետ չմնա կյանքից, լինի նորաձև, իրեն ներառեն, հասարակական լինի, ընդունված լինի, բորտին չմնա կներեք ռեակցիան համար։ Եվ ես շատ քիչ փոքր этаպ, բայց ունեցել եմ այդպիսի этаպ ու ինչ որ մի պահի, չգիտեմ ոնց հասկացա, որ մի րոպե, ես ինչի եմ ուրիշի կոճակով միանում ինչ որ մի թեմայի, որն ինձ հետ ոչ միայն առնչություն չունի, այլև ինձ հետաքրքիր չի։ Այո։ Աշխարհում այսօր չկա թեմա, որ մեզ հետ չառնչվի, ինչ ճիշտն է ճիշտ։ Այսինքն ինչ որ միտեղ նավթահանք է պայթում, մենք բոլորս ենք տուժում։ Այո։ Բայց որքանով ես դու ինքնուրույն պատրաստ քննարկելու տվյալ թեման եւ մտնելու այդ քննարկման մեջ քո ուսումնասիրած արդեն հիմքով, այ դա է կարևորը։ Եվ ես շատ խնդրում եմ պատանի դեռահաս ու փոքր տարիքի երեխեքին, որ որևէ թեմային անդրադառնալուց առաջ իրենց մեջ քննարկեն, արդյոք դա իրենց որոշումներ, թե նրանց պարտադրած հասարակության, ճակերտավոր հասարակության այդ կոճակային որոշումը։ Եվ երբ որ մտնում են որևէ թեմայի մեջ ու մեղադրում են X անհատների, արդյոք հետո պատրաստ են պատասխանատվություն կրելու եւ դեմարդեմ հանդիպելիս այդ նույնը ասելու, մարդուն նույնը ասելու կամ պատրաստ են արդյոք հետագայում ներողություն խնդրելու, որովհետեւ բազմիցս սխալվում են ու փաստ է, որ սխալվում են։ Ու դա շատ ուժեղների մենաշնորհն է, ներողություն խնդրելը։ Զուտ չմտնել թեմայի մեջ, որից դուք գաղափար չունեք ու դա ձերը չի, նույնիսկ ձեզ հետ առնչություն չունի։ Կարելի է անել կես քայլ հետ, թափ լինել, սառել ուղեղով, չտրվել էմոցիաներին, քննել, ուղեղը աշխատացնել, գործի դնել, որից հետո եթե ունեք ասելիք, ասեք։ Շատ համաձայն եմ, որովհետև բացարձակ օրինաչափը շատ հարցերի շուրջ չունենալ կարծիք, դիրքորոշում ու տեսակետ։ Շատ օրինաչափ է։ Ծնել, սեղմել, ճզմել այդ 22 գրամ ինչ որ ներողություն արտահայտությունը, որպեսզի լինել ընդունված եւ ինտեգրված այդ ամբողջների մեջ, խելագարված, հաճախ շատ կարդացվում է։ Դրա համար, եթե չկա կարծիք, կարա շարունակի չլինել։ Կարծիք, տեսակետ, դիրքորոշում, ես ռուսերեն կասեմ, выдавливать не надо։ Այդ Тюбика. Ты накапываешь туда. Ինչ հին բաներ ենք հիշում ես հին եմ։ Հետաքրքիր է, որ ես մի երկու օր առաջ այդ Տյուբիկի վերաբերյալ story էի լավ խաղացիր այդ։ Ինչևէ, Նազենի, հոգաչափ շնորհակալ ենք քո թանկարժեք ժամանակից այս ֆանտաստիկ կտորը մեզ հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սրանք ուղղակի գեղեցիկ բառեր չեն, իսկապես շնորհակալ ենք, որովհետև մտածող մարդկանց գտնելը Հայաստանում շատ դժվար է, իսկ մտածող հայտնի մարդկանց մեր տաղավարում ունենալը կրկնակի երջանկություն է ու չեմ էլ կարող ասել դժվար է, որովհետև ընդհանրապես պետք է գրել, իրոք ես չգիտեմ ինչի է ուղեղումս, այդ Կիկոսի մահն է արել, բարթացրել է, հնարավոր բոլոր этаպներով անցել է ու հասել է Գելենժիկ։ Հայկան գիտես, երբ որ դեռ նոր էր Facebook-ը ձևավորվում Հայաստանում, բարձր է արդեն ստեղծվել էր, Zuckerberg-ը ակտիվացրել էր եւ այլն, ու ես էլ լիարժեք դեռ չէի տիրապետում, բայց այն ժամանակ դու կարող էիր ունենալ, ասենք թե այն ամենասկզբում մաքսիմում 10-15 ընկեր, հաստատած ընկեր, կապ չունի գիտեիր նրանց թե ոչ, որոնց հետ դու ունենում էիր ժամանակ հարաբերվելու ու ամեն իրենց գրածին պատասխանում էիր։ Ու դա ընդունված շփման ձև էր, իրապես շփման ձև էր։
Հետո երբ որ սկսեցին շատանալ ոչ միայն սոցկայքերը, այլև մարդկանց հետևորդները, թեմաները, խայպերը, եսի մինչերը, այս ընդհանուր քաոսի մեջ չես հասցնում հաճախ կարևոր նամակին Միանշանակ պատասխանել, ել չեմ ասում հասցնել կարդալ այդ նամակը, որովհետև աղբը շատ է ու այդ աղբը զատելու համար մի հատ թեմա է, էլի պետք։ Իմ ասածը սա է, երբ որ որոշում եք գրել, ես շատ շնորհակալ եմ, եթե ինձ գրում եք, բայց եթե ես չեմ հասցնում տեսնել նամակը կամ պատասխանել, դա բոլորովին կապ չունի իմ մեծամիտ լինելու հետ։ Ես շատ մեծամիտ եմ այլ հարցերում։ Էդ էլի եմ ասել, դարձրել էին մեմ տարիներ առաջ։ Ես մեծամիտ եմ իմ ընկերների ընտրության հարցում եւ մարդկանց հետ շփման հարցում, մեծամիտ ճակերտների մեջ, դե բարձ, որովհետեւ չես կարող շփվել անընդհատ անընդմեջ ու բոլորի հետ։ Բայց սոցկայքերում ես այնքան տարօրինակ խոնարհություն ունեմ, իսկապես կարող եմ պատասխանել երբեմն абսուրդի հասնող մեղադրանքների կամ անհավանական շոյվել գեղեցիկ խոսքով ու իսկապես sense հուսմունքով շնորհակալությունս հայտնել կամ տարօրինակ դեղի անուն կարող է հարցնել, չալարեմ, գնամ, գտնեմ իմ ստորիների մեջ դնեմ, ուղարկեմ, թագ անեմ, հեռախոսը բան, տարօրինակ գործեր եմ անում, բայց չեմ հասցնում։ Այդքան դες միլիոն բերանով ես հասցնում այսօր պատասխանել։ Այդ միտքը չի կորչում իմ միջից։ Ես կարող եմ մի տարի անց հիշեմ, որ մի հատ բան էի ասել, չէի մտնեմ, պատասխանեմ։ Տարօրինակ ենք։ Մենք դրանով ենք հիասքանչ։ Всё, վերջ, փակեք ձեզ մեզ։ Նենց։ Իմ ասելիքներն են կրկին սիրելի գեղեցիկ համայնք, անչափ շնորհակալ ենք այս ֆանտաստիկ ժամանակը մեզ հետ կիսելու համար ձեր ժամանակից հերթական շաբաթ օրը պսպղացինք այս անգամ երակի փայլով, որովհետև մեկ շողացող աստղ մեր տաղավարում է դեռ ու նաև հուսամ այդ ամբողջ ջերմությունն ու սերը ձեզ հասա, որովհետև այն հիանալի մթնոլորտը, ջերմությունը, սերը, բարությունը, որ այսօր մեր տաղավարում էր, ցավոք Հայաստանում շատ դժվար է հանդիպել, այնպես որ հուսով ենք գոնե վիրտուալ տիրույթում կարողացանք նաև ձեզ փոխանցել այդ ամեն ինչը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, շնորհակալ ենք նաև Էվոկային, Էվոկա լինելու համար, որովհետև Էվոկան բազմիցս ասել եմ գովազդի կարիք չունի, բայց ամեն դեպքում յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք վստահելի ֆինանսական գործընկերոջ պահանջ այլևս ժամանակակից աշխարհում։ Եվ ոչ միայն ֆինանսական։ Եվ ոչ միայն ֆինանսական, որովհետև դուք ունեք հնարավորություն Հայաստանում անել հեղափոխություն, խնդրում չքաղաքականացնել որևէ կերպ, բայց անել մարդկանց ծանոթանալու մշակույթի հեղափոխություն։ Սա ֆանտաստիկ բան է։ Ես այնքան ոգևորված եմ, քիչ ամենում գնամ Էվոկայից բիզնես վարկ վերցնեմ այս ամբողջ պրոյեկտը։ Ֆինանսային, որտեղ ես անձամբ դրա կարիքն ունեմ, բանը հիշեցի Москва слезам не верит кинոն հիշեցի, որ как вы смотрите? Оцениваешь. Այնպես որ շնորհակալ ենք Էվոկային իր բոլոր ֆանտաստիկ գործերի, բարի նախաձեռնությունների եւ առհասարակ հարմար բանկ լինելու համար, որովհետեւ մեր քաոտիկ իրականության մեջ Էվոկա բանկով, Էվոկա թաչ հավելվածով հնարավոր է ամեն ինչ անել առանց բանկ այցելելու, առանց խցանումների մեջ ընկնելու, առանց ավելորդ շարժուձևի եւ քաշքշուկների շնորհակալություն բառն եմ գալիս։ Այնպես որ Էվոկան ուղակի, Էվոկա being Էվոկա։ Ես չունեմ ավելացնելու ոչինչ Նազենի։ Նելի։ Չէ, ես ոչ ունեմ, ես պիտի ավարտեի արդեն, եթե։ Ավարտի։ Չունեի։ Ես ուզում եմ ասել, որ ձեզ շատ սիրում եմ ու ահավոր ուրախ եմ, որ ոդկասթային իրականության մեջ կաք դուք։ Շատ յուրահատուկ ասելիքով, համարձակ, առողջ, բայց սիրով լի։ Համարձակը հաճախ մեզ մոտ կազմաքանդման ուղով է գնում եւ ես ցավում եմ դրա համար։ Համարձակը միշտ պետք է լինի սիրուն միտված եւ հանուն։ Մեր հասարակության մեջ մենք ավելի հաջող ապրում ենք դեմի համար եւ միավորվում ենք դեմի շուրջ։ Ես իհարկե շատ կուզեի, որ այդ հանունի մասին լինի եւ դուք հանունը ունեք։ Դուք ուզում եք հասկանալ հանուն մարդու։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Այս ուրախ նոտայի վրա այսօրվա համար այսքանը։ Bye.